Եթե նույնիսկ տվյալներ հայտնվում են քեզ մոտ, որոնք հակասում են քո աշխարհայացքին, կարող է ուղղակի մի կողմ դնես դա ու չտեսնես։ Մարդիկ առհասարակ ունեն հակվածություն փորձել հաստատել իրենց կարծիքը, այլ ոչ գտնել ճշմարտություն։ Քո կարծիքով հակագիտականությունը ինչի է տենց viral տարածվում այսօրվա աշխարհում։ Բայց երբ մարդկանց ասում ես ծխել ընդհանուր վատ է, որտեվ սենց արգումենտներ կան։ Կան հակափաստարկներ, բայց այ պրապապս սաղ օրը ծխում էր ու 120 տարեկանում նոր մահացավ։ Խաղամոլությունն է, թմրամոլությունն է, չգիտեմ, շաքարից կախվածություն կլինի, սոցցանցերից կախվածություն կլինի, նենց տպավորություն է, ոնց որ մեծ կորպորացիաները հենց այդ ուղղությամբ է աշխատում են։ Եթե ես վերկանամ ու սկսում քիմիայի թեմայով մեկի հետ վիճել, կարող է ես կարողանամ լեզվակռիվ տամ ու հաղթեմ դիմացինիս, բայց այդ կլինի գիտելիքի պատրանք կողքի մարդկանց մոտ, ես կթվամ շատ խելացի մարդ, ու իրանք կսկսեն կրկնել նույն բանը։ Այդ ամենավտանգավոր բանը։ Բարև ձեզ։ Այսօր մեր ոդկասթի հյուրն է ամերիկյան համալսարանի դասախոս եւ Roslyn Foundry տնօրեն Սեդրակ Մկրտչյանը։ Սեդրակի հետ զրուցել ենք ինֆորմացիայից, սոցցանցերից, բլոգինգից, ինտերնետի տրանսֆորմացիայից, ինդուստրիալ հեղափոխություններից, պատմությունից, կարդալուց եւ ոնց հասկացաք այլ հետաքրքիր թեմաների շուրջ։ Անպայման բաժանորդագրվեք մեր ալիքին եւ եթե հավանում եք կարող եք սեղմել լայք կոճակը։ Եվ հիշեցնեմ, որ ոդկասթը հասանելի է ոչ միայն YouTube-ում, այլ նաեւ Spotify-ում, Apple Podcast-ում եւ այլ ոդկասթի համար նախատեսված հարթակներում։ Մեր ոդկասթները դուրս են գալիս ամեն 5 շաբթի առանց բացառությունների։ Բացահայտեք հարմարավետության եւ էսթետիկայի նոր մոտեցումներ Futurist Architects-ի հետ։ Այստեղ դիզայնը համադրվում է ֆունկցիոնալության հետ, ստեղծելով գեղեցիկ միջավայր իր հաճախորդների համար։ Futurist Architects կերտելով ապրելակերպ։ Սեդրակ ջան, ո՞նց ես։ Փորձում եմ լինել լավ։ Այդ ինչ է նշանակում փորձել։ Ինչքան շատ փորձեմ, այդքան լավ կլինեմ երևի։ Ամեն ինչ նորմալ է, աշխատում եմ, Հա։ վազվզում եմ, ամեն ասպարեզում փորձում եմ հասցնել, դասախոսում եմ։ Եղած բոլոր գործունեություններից երևի դասախոսությունն է, որ ես հավատում եմ, որ ամենաշնորհակալ գործն է։ Դա Այդ մի բանն է, որ այո, նույնիսկ եթե ընդհանրապես անվճար լինի, այդ միևնույնն է պարտավոր ես անես, ու ես դրանով զբաղվում եմ։ Ամերիկյան համալսարան, չէ՞։ Ամերիկանում, հա, արդեն 6-րդ տարին է, 7-րդ տարին։ Իմ սիրած համալսարանն է։ Իմ համալսարանն էլ ես ոդկասթում ժամանակ առ ժամանակ ռեկլամ եմ անում։ Հա, ընդ որում թեման է հետաքրքիր, այդտեղ տվյալների հետ ենք մենք աշխատում։ Հա։ Դες ես երեխեքին սովորացնում եմ ոնց կոնցեպտը ձևակերպել, տվյալները հավաքել, տվյալների հետ աշխատել, հիփոթեզը ձևակերպել ու հասկանալ այդ հիփոթեզը ճիշտ է թե սխալ։ Ու աշխատում եմ որ չդառնա չափի շատ տեխնիկական, այլ զուտ մտածելակերպը որ զարգացվի, Հա։ ու կարողանան հաստատեն կամ հերքեն ու հասկանան որ տվյալների վրա հիմնված կարծիքն է ամենահիմնավոր կարծիքը, որը կարա լինի, ոչ էմոցիոնալ, էմոցիաները մի կողմ դրած, քաղաքական հայացքները մի կողմ դրած ու զուտ տվյալների վրա հիմնված։ Ու այդ թվում է լավ ուղղություն է։ Հա, բայց որ մարդկանց միտքը տվյալների հիման վրա փոխելը շատ դժվար է, սովորաբար էմոցիաները ավելի լավ են աշխատում։ Այո, այո։ Եթե նույնիսկ տվյալներ հայտնվում են քեզ մոտ, որոնք հակասում են քո աշխարհայացքին, կարող է ուղղակի մի կողմ դնես դա ու չտեսնես։ Մարդիկ առհասարակ ունեն հակվածություն փորձել հաստատել իրենց կարծիքը, այլ ոչ գտնել ճշմարտություն։ Այդ շատ ուժեղ միտք է, то есть եթե դու տեսնում ես մի բան, որը որ հակասում է քո աշխարհայացքին, այն գաղափարին, որի կողմնակից ես դու, որին հավատում ես դու ուղղակի ասում ես, ես փագում եմ, եկեք ես փակեմ, ստեղ չնայեմ, այ ես կնայեմ այնտեղ, իսկ այնտեղ ասում են, որ ես ճիշտ եմ, որ իմ աշխարհայացքը ճիշտ է։ Շատ վտանգավոր բան է, որտեղ արդյունքում մարդը հայտնվում է մի echo chamber, Հա, մի սենյակի մեջ, որտեղ իր ձայնն ամենակ է խոյպես ու նաև մարդկանց, ովքեր մտածում են նույն կերպ։ Ու այդ նույն ձայնը լսելով, մեկ էլ մի օր իրանք դուրս են գալիս համացանցից կամ որևէ ուրիշ տեղ, ուրիշ խումբ մարդկանց հետ շփվելու չեն հասկանում այս մարդիկ ովքեր են։ Ոնց են իրանք այսքան կույր, ոնց իրանք չեն տեսնում այս բացահայտ բաները, բայց իրականում դու ինքդ քեզ էիր այդ cognitive bias-ը, դու ինքդ քեզ ես խափե երկար ժամանակ։
Ճշմարտությունը երբեք այդ ծայրերում չի, ճշմարտությունը մեջտեղում է ու ոչ սևա, ոչ սպիտակ, ինքը մոխրագույն է, բայց մարդը միշտ ունի հակվածություն ընկնելու այդ էքստրեմների մեջ, ծայրեղությունների մեջ։ Հա, տենց է։ Ու հատկապես այսօրվա ալգորիթմները դե ավելի ուժեղ են սարքել։ Այո, այո։ Որտեվ հատկապես են մարդիկ, որոնք ես ասում եմ քրոնիկ on-line են, իրանք այդ խնդիրը էլ ավելի սուր ունեն։ Որտեվ ալգորիթմը ցույց է տալի այն, ինչ որ դու ուզում ես տեսնես հիմնականում։ Բայց ես կարծում եմ իրանք սկսել են աշխատել այդ ուղղությամբ, որտեվ այդ խնդիրը արդեն տարիներ շարունակ բարձրաձայնվում է։ Օրինակ Facebook-ում մարդիկ անընդհատ տեսնում են իրենց կողմնակիցների պոստերով, իրենց թվում ամբողջ հասարակությունը նույն կարծիքի են, բայց ես վերջերս սկսել եմ օրինակ YouTube-ի օրինակով նկատել, դե Facebook չեմ մտնում, Instagram չեմ մտնում, բայց YouTube-ից օգտվում եմ։ Ու ես սկսել եմ նկատել, որ որոշ channel-ներ, որոնք ես կարող եմ մի քանի օր վրա անընդհատ նայեմ, մեկ է հանկարծ կորում է իմ բանից, stream-ից։ Ոչ չեմ ասում, կարող է կանալն է փակվել, կարող է մարդը չի գրում, մտնում տեսնում ես, չէ, թարմացումներ կա, բայց YouTube-ը որոշեց, ել քեզ դա ցույց չտա։ Ինձ թվում է տենց չոր աշխատանք են իրանք անում, մեկ ալտերնատիվ կարծիքներ մարդուն ցուցադրելու։ Ինձ թվում է տենց մի բան կա։ Հատկապես այս վերջի ամերիկյան ընտրություններից հետո այդ հարցը էլ ավելի սուր դառավ իրանց հասարակության մեջ, իսկ մենք բոլորս օգտագործում ենք հիմնականում ամերիկյան պրոդուկտներ, հատկապես ինֆորմացիոն ոլորտով։ Իսկ դու ինչի դադարեցիր գրես Facebook-ում։ Այդ թեման ուզում ենք քննարկել։ Հա, բանն է։ Բարդ է ձևակերպել։ Ես մի օր գտա տերմին, որին ծանոթ չէի, ոնց հասկանում եմ հոգեբանության մեջ տարածված է, բայց ես չէի առնչվել։ Տերմինը կոչվում է, եզրույթը կոչվում է էսկապիզմ։ Էսկապիզմ, երբ դու ինքդ escape ես լինում, փակվում ես քո փոքր այդ կաղապարի մեջ ու չես ուզում այդ կաղապարից դուրս գաս։ Ու այն ինչ որ ինձ մոտ էր, յուրաքանչյուր քաղաքական մի բան, յուրաքանչյուր նորություն, որը առնչվում էր ինչ որ թեմաների, որոնք ինձ համար տհաճ էին, ես սկսեցի անտեսել դրանք, ուղղակի որտեղից փակվեցի։ Ես բացում էի այդ 20-21 թվականից հետո։ Ես բացում էի իմ սոցիալական մեդիան, մտածում էի ինչ գրեմ, երևի որ այսօր գնացի ստեղ, այսօր գնացի այնտեղ, առել եմ նոր գրքեր, sense հետարքիր բան, ու հասկանում եմ որ չեմ ուզում դա գրեմ, որտեվ այնքան մանր, այնքան աննշան չնչին են այդ առօրյա մանրուքները, որ ուղակի ցանկություն չկա, ուղակի պակասեց իմ ցանկությունը գրելու ու մի օր սկսեցի չգրել, սկսեցի ուղակի աշխատել։ Պատկերացրեք մի օր պարզվում է, որ ձեր անձնական տվյալները օգտագործել են ու դրա հետևանքով դուք ֆինանսական կորուստ եք ունեցել։ Դա հաճ է, չէ՞։ Բայց հիմա կա լուծում։ Agba բանկը FS ապահովագրական ընկերության հետ Agba Digital-ում ներդրում են նոր ծառայություն՝ հաշիվների ապահովագրություն։ Ֆինանսական հատուցում կստանաք այն դեպքում, երբ ձեր անզգուշության հետևանքով ձեր ծառայողը օգտագործել է ձեր անձնական տվյալները եւ արդյունքում դուք կրել եք ֆինանսական վնաս։ Ապահովագրական գումարը կազմում է տարեկան 1.5 միլիոն դրամ։ Ծառայությունը ակտիվացվում է շատ հեշտ Agba Digital հավելվածում, բաժանորդագրման սկզբունքով, ամսական ընդամենը 99 դրամով։ Ու ամենակարևորը, ակտիվացնելու դեպքում ապահովագրվում են բանկում ունեցած ձեր բոլոր հաշիվները, անկախ դրանց քանակից։ Ցանկացած պահի ծառայությունը կարող եք դադարեցնել կամ նորից ակտիվացնել։ Այսօր կարևոր է ոչ միայն գումար ունենալը, այլև այն պաշտպանելը։ Ես մտել եմ համացանց 2000 թվից։ Ամենաառաջի ակտիվ մարկանցից էր էլի հայկական համացանցում։ Ես 2000 Facebook-ում ասում եմ, ես 2008-9 թվին երևի արդեն ունեի 5000 friend։ Ժամանակ հələ follower-ներ չկային, մենակ բաներ էին, ընկերներ էին, 5000, ու ինպես երևի 3-4 հոգի էին։ Դու Սամվելը բոլորին ավելացրել է։ Սամվելներ, հայեր, բայց ինձ թվում է չէ, այ կստացի, Սամոն չէ։ Սամոն ինձ թվում է ինքը դեակտիվ է, լուրջ գրում է, բայց այդքան չէր, իրանք բանում էին, ԺԺ-ում էին ակտիվ գրում, live journal-ում։ Ես մինչև այդ live journal-ում էլ էի ու բավական տարածված sense հաջող բլոգ ունեի։ Սորեկան 2000 մոտավոր direct visitor-ն էի։ Այն ժամանակ։ Այն ժամանակ 2007, 8, 6 թվերին այս։ Այսինքն որ on-line-եր կարդում էր քեզ։ Դե ինքը ռուսախ լեզու էր, կար նաև ռուսական զանգված ովքեր կարդում են, բայց թեմաները բուն հայկական։ Ու ամեն գրառման վրա ես ծախսում էի զգալի ժամանակ, ես ամեն պոստը գրքեր էի կարդում։ Այդտեղ այն ժամանակ էլ այդքան հասանելի չէր, որ մտնես այնց հարցնես Gemini-ին, իսկ ինձ խնդրում եմ դու տվյալներս, այս թեմա, որ ինքա բոլոր տվյալները տա գնա քրքրի գտի, չէ։
շատ հազվադեպ ինչ որ կծկտուր բաներից հավաքելով պոստեր էի անում ու բավական ժամանակ էր զբաղացնում ու հետաքրքիր գործողություններ իմ համար ու ես այդ ժամանակ հավատում եմ որ ես օգտակար գործ եմ անում որովհետև գիտելիք եմ spread անում գիտելիք եմ տարածում այո ու այտենց տևեց երկար ժամանակ մինչև ես գնացի Facebook, մինչև գնացի Twitter, ընդ տասնյակ հազարավոր follower-ներ կար մոտս Twitter-ում, ակտիվ գրում էի։ Իսկ հետո սկսեց պակասել, սկսեցի դադարել հավատալ այդ օգտակարությանը նրա ինչ որ ես անում եմ։ Այսօր ես հասկանում եմ, որ փոխվել է շատ բաներ նրա այդ համեմատ ինչը որ կար ժամանակին։ Իդեպ բլոգեր ասած այն ժամանակ այդ բառն առաջացավ ու սկսեցին մեզ այդ մի քանի ակտիվ օգտատերերին ասում են այ հայկական բլոգերները ու մարդիկ չէին ասում այդ բլոգերը ինչ է այդ ինչ որ դες էմոյի պես մի բան է երևի դες էմոները եւ բլոգերները այդ ինչ են անում այդ բլոգերները то есть ինչով այդ լրագրողը այդ մարդը որ տեքստ է գրում թե ինչով ինքը նա լրագրողն է լա բլոգեր չէ то есть բլոգերը այն ժամանակ ձևակերպվեց սահմանումը որ այդ մարդը ով կապված չի որևէ կերպ որևէ ինստիտուտի հետ ինքը լրագրող չի ինքը անձնական է ինքը ունի շահ ինքը ուղակի աշխատում է ուղակի գրում է փորձում է իր կարծիքը տարածի մաքսիմալ շատ իսկ այսօր փոխվեց գլոբալ այն որ փոխվեցին արագությունները փոխվեցին հնարավորությունները մարդկանց ամեն մարդ կարա ստեղծի իր համար կոնտենտ դու կարաս գրես քո համար վիդեո ինքդ մոնտաժ անես ինքդ տարածես ու մարդկանց եթե առաջ մի քանի հազար մարդ էր մտնում հայկական ինտերնետ այսօր մտնում է արդեն մի քանի միլիոն մարդ այսինքն գրեթե ամբողջ բնակչությունը ու այդ բերում է իր հետևից շարունակությունը մենք ունենում ենք կարծիքների բազմազանություն մենք ունենում ենք այդտեղ մարդկանց զուտ ցանկություն լինել տեսնված մարդիկ որ քեզ տեսնեն ու եսը կորում է դրա համար հայտնվում են մարդիկ ովքեր քլիքերի ու վիզիտների համար կանեն աբսոլյուտ ամեն ինչ մենակ թե իրանց տեսնեն ու նկատեն ու դառնում է ինֆորմացիոն աղմուկ ու ես իմ տեղը չեմ գտնում այդ աղմուկի մեջ այդ եմ ուզում ասեմ հա ինչի ես չեմ հասկանում ես այդտեղ ինչ կարամ անեմ այսինքն մտքեր կան բայց ես միևնույնն է ոնց որ սկսել եմ չհավատալ ես չեմ ուզում այդ աղմուկի մեջ մտնեմ ես ուղղակի զբաղվում եմ իմ գործով գիրք եմ գրում հայկական տառագրության մասին այդ արդեն մի 5 տարի է այտենց բայց հետաքրքիր է որ քո кейսը քո օրինակը ինքը առանց ոչ մի հետին մտքի եմ ասում ոնց որ յուրօրինակ չի շատերն են սկսել հատկապես այն մարդիկ որ on-line այդ հեղափոխության սկզբնաղբյուրում եղել են քո նման շատերը սկսել են on-line-ից քիչ դուրս գան օրինակ ես 2 տարի առաջ արդեն Facebook-ից հրաժարվեցի ու գնալով սահմանափակում եմ իմ on-line լինելու ժամանակը որտեղ ես գնում եմ դա ինչքան բացական է այն վրա ազդում ու ձեր ժամանակ լավ է ձեր չասեմ 2000-ականների սկզբին 90-ականների վերջին on-line լինելու ինչ որ այնտեղ content ստեղծելու համար շատ մեծ աշխատանք էր պետք անել նախ on-line մտնել այդքան հեշտ չէր պետք է փող հավաքեր գնալ ինտերնետ ակումբ այնտեղ վճարեր հասանելիություն ունենալ ինտերնետին իսկ ինչ որ մի բան գրելն է տևում է շաբաթներ որովհետև այդ նյութերը պետք է հավաքեր ոնց որ դու նշեցիր մտքերդ շարադրեր ու դներ on-line այսօր content ստեղծելը կարելի ասել զերո արժեք ունի այն առումով որ ամեն ինչ հասանելի է ու դու առանց շատ ժամանակ ծախսելու կարաս տեքստը գեներացնես չգիտեմ իդեաներ գեներացնես չգրես գեներացնես AI-ով ու նաև դրա վրա կարողանաս նաև վիդեո ստեղծես չեմ թերագնահատում այսօրվա մարդկանց content ստեղծողների աշխատանքը բայց այսօր ինքը դարել է շատ հասանելի ու բիզնեսում տես տերմին կա barriers to entry ասինքն մտնելու խաղի մեջ մտնելու արժեքը կարելի ասել զրոյական է ու ով ուզի ինչքան ուզի կարա content ստեղծի ու այսօր ինքը հասանելի է բոլորին դրա համար երևի քո ասածը ճիշտ է որ վերածվել է ինչ որ համատարած աղմուկի որը բացասական է ազդում արդեն քո կոգնիտիվ ու հոգեբանական վիճակի վրա դրա համար շատ մարդիկ սկսել են հրաժարվել կարճ կոնտենտից ինտերնետում շատ ժամանակ անցկացնելուց
ու ոնց որ տենդենս կա հետ գնալ ավելի ֆիզիկական աշխարհին, կարդալուն, չգիտեմ, երաժշտություն լսելուն ու դանդաղ տեմպին։ Շատ ճիշտ է, բայց մինչև է դրան անդրադառնալ, ուզում եմ սկզբի մասը, որ ասեցիր ձեր ժամանակ, ես հիշում եմ դեռ ժամանակ, երբ ինտերնետ մտնելը այդ մի բան էր, որը պետք է անեիր, այնց որ հանկարծ հայաթում տղեկը չիմանային։ Ու այդ պերիոդի 90-ականների վերջ 2000-ականների սկիզբ իրոք տենց չաթ մտնելը ոնց թե ինչ չաթ։ Բա ինչ մտնում ես այդ ովքեր են մտնում, դա ինչի համար ես մտնում, անենց արա լավ տղեկը չիմանան գոնե, հասկացա։ Իսկ հետո վարքյանական բառացի երևի մի ամսվա ընթացքում ինչ որ սիտուացիա փոխվեց։ Ինձ թվում է այդ 2001-2 թիվն էր, երբ բազմաթիվ մարդիկ հայտնաբերեցին իրենց համար IRC-ին, Mirk chat-ը ու զանգվածը մտավ Միրկը ինտերնետ։ շատ պոպուլյար է։ Ահա, ու այդ վարքյանական, ես տենցել օրինակ Mirk-ի չհասկացան, դե ոնց են connect անում ու դեպի Mirk չեմ գնացել երբեք, բայց mindset փոխվեց շատ կարճ։ Մարդիկ հասկացան, որ այդ մի բան չի, որ մարգինալներն են մտնում, այլ լավ տեղա, որտեղ կարելի է ծանոթանալ, որտեղ կարելի է քեզ ցույց տալ, որտեղ կարելի է աղջկեք հետ ծանոթանալ, այսինքն իրար հետ ծանոթանալ, շփվել եւ այլն։ Ըստ հետաքրքրությունների սկսեցին մարդիկ միավորվել ու սկսեց ձգել մարդկանց դեպի համացանցը։ Ես այդ պերիոդն եմ հիշում էլի 2000-ականների սկզբի։ Իսկ այսօրվա վիճակի մեջ ինչն է փոխվել։ Ես կարծում եմ ոչ միայն արհեստական բանականությամբ օրինակ կոնտենտ ստեղծելը, որտեվ շատ հեշտ է իրոք, ինքը քո փոխարեն կարա տեքստ գրի, ոչ մեկ չի ստուգի նույնիսկ աղբյուրները, դու ճիշտ ես ասում, թե սխալ, քո տեքստի մեջ ճիշտ է, թե սխալ։ Գիտական նյութեր կան, որոնք AI կողմից գրված ներկայացված են, հետո ժամանակ հետո պարզում են, որ մեջ անհեթեթություններ է գրել։ Ուղղակի անհեթեթ գոյություն չունեցող աղբյուրներ են նշվում, որոնք չկային։ Ու գեներացնել վիդեո, գեներացնել ֆոտո, գեներացնել իրական մարդկանց կերպարներ, որոնք գոյություն չունեն, այդ մարդիկ էլ քո փոխարեն խոսան, ինքնին գեներացվել լցվի ինտերնետ։ Ես համոզված եմ, ինչ որ մի պերիոդ հետո այդ dead internet theory-ն կլինի իրականություն, երբ արդեն արհեստական բանականության կողմից ստեղծված ինտերնետը կլինի, երբ մեծամասնությունը բովանդակության կլինի արհեստական բանականության կողմից գեներացրած։ Դե այսօր տրաֆիկի մեծից կեսից ավելի ինտերնետի արդեն բոտերի կողմից է։ Այո, ու կոնտենտն է շատ մեծ քանակությամբ արդեն գեներացվում է։ Սինթետիկ կոնտենտ էլի։ Այո։ Բայց այդտեղ մի հատ ուրիշ բան էլ կա, որ ես ուզում եմ այ փիլիսոփայության տեսանկյունից նայեմ։ Պոստմոդեռնի թեորիայի մեջ կա դեկոնստրուկտիվիզմի թեորիան, երբ դու վերցնում ես իրականությունը, սկսում ես քանդել մասերի, հարցադրումներ դնելով ամեն մի կտորի վրա, ու ես կարծում եմ այդ ժամանակակից աշխարհում հարցադրել գլոբալ ամեն ինչը միաժամանակ չստեղծելով ոչ մի նոր բան, քանդել հինը գաղափարապես, չստեղծելով նորը, դա ինչ որ մեր առաջ հիմա տեղի ունենում։ Այսօրվա աշխարհում նաև կա հսկայական քանակի բովանդակություն, որը նույնիսկ գեներացված էլ չի։ Դու ուղակի կարող ես հղում կատարել ուրիշների ստեղծածին reshare անելով դա։ То есть նույն YouTube-ում դու մտնում ես ու տեսնում ես մարդու գլուխ, ով ինչ որ բան է նայում, հասկանում եք։ Պարզվում է հայտնի մեծ կանալներ ստեղծելու համար նույնիսկ անհրաժեշտ է բովանդակություն ստեղծել։ Դու ուղղակի ասում ես բարև ձեզ։ Մենք այսօր կնայենք այս վիդեոն։ Ու նայում ես երկար վիդեո ինչ որ բանի մասին։ Ու էկրանը մի քիչ փոքրացրած ու նայում ես մի քանի միլիոն view։ Այս մարդիկ հսկայական մոնետիզացիայի վրա համոզված եմ հսկայական գումարներ են։ Ես տեսել եմ վիդեոներ, համոզված եմ բոլորն էլ տեսել են, որտեղ մի քանի գլուխ է, մեկը նայում է ոնց է մյուսը նայում, ոնց է մյուսը նայում, ինչ որ մեկի կոնտենտը, որը ստեղծել է։ Դες ոնց էլի։ Դες ժամանակին մի պարագրաֆ գրելու վրա հղումները ստուգելով կարող է իրոք օրեր տևեր, շաբաթներ տևեր, կարող գնայր գրադարանից մի հատ գիրք անեիր, որտեղ որ կա մի հատ տեքստ, որ ենթադրում էիր, որ կարող է քեզ անհրաժեշտ ինֆոն լինի։ Ոնց որ գիտական աշխատանք։ Դու գտնում, ձևակերպում էիր, գրում էիր, իսկ ստեղ դու ընդհանրապես կարիք էլ չունես։ Դու ուղղակի հեռուստատեսության կողմից ստեղծած վիդեո մատերիալ կարող տարածես ու քեզնից հետո մի քանի էտապ այդ նույնը տարածվի ու բոլորը արանքում
Փող աշխատել, փող աշխատել։ գովազդով։ Այո։ Հետաքրքիր է այդ ամեն ինչը աշխատում։ Բայց գիտես, չէ՞ որ բանը ինտերնետը երբ որ ստեղծվում էր, դեռ մոնետիզացիայի կտորը չկար ու փորձում էին հասկանալ ոնց պետք է այս ամեն ինչը մոնետիզացվի, զուտ ֆիզիկական աշխարհն էին փորձում կոպիանալ։ Գիտես, ես առաջ ոնց էր, sense web 1-ը, որ նույն թերթներ, բայց Այո։ մտնում կարդում էիր ու այդտեղ մի հատ ոնց որ պատահականության հիման վրա է որ ինտերնետի ոնց որ սպասարկման բիզնես մոդելը դարել է գովազդը, որտեվ ոչ մեկ չէր սպասում որ ինտերնետի քան կոնտենտ որ ստեղծվելու է իր հիմնական ֆինանսավորման աղբյուրը դառնալու է գովազդը, որտեվ եթե անգամ այն խոշորագույններին նայենք Meta, Google, YouTube, չգիտեմ, Instagram-ում դե Meta-ի մեջ համտում բոլորի բիզնես մոդելը գովազդ է։ Ուշադրության դիմաց գովազդ վաճառելը։ Ու այսօր այս պրոյեկտն էլ է նույն բանն re-range of մենք գոյատևելու համար գովազդ ենք անում։ Ու որտեվ բիզնես մոդելը տենց է դարը։ Այդ վերջում, բայց մինչև սկսես գովազդ վաճառել, քեզ պետքա դառնաս հետաքրքիր, ճիշտ է, այդտեղ մի հատ ուրիշ բան, որ ես նկատում եմ ու հետաքրքիր, այդ երբ հասկանում ես, որ այդ խոշորագույն ընկերությունները իրանք կոնտենտ չեն ստեղծում, էլի հսկայական աշխատանք է տարվում, հարց չի, բայց Google-ը կայքա, որը քեզ տանում է դեպի ուրիշ կայքեր։ Հա, որտեղ գովազդ է վաճառում։ Դե հա, երբ արդեն մեծանում, արդեն կարա իրան թույլ տա գովազդ վաճառի։ Uber տաքսին, այդ աշխարհի ամենամեծ տաքսի ծառայությունն է, որը չունի ոչ մի հատ տաքսի, որովհետև մարդիկ իրանք են տաքսի։ Այսինքն դու կապում ես կլիենտի միջնորդներ են էլի, հետ, middleman-ները։ դու ուղակի mediator-ն ես։ Իրանք իրար հետ անում են, դու արանքում սկսում ես փող աշխատել։ Իսկ վերջում արդեն երբ այդ փուչիկը մեծանում է, դու սկսում ես գովազդը տեղ վաճառել։ Այդ ֆանտաստիկ մոդել է։ То есть խոշորագույն ընկերությունները իրական իրանք չեն ստեղծում իրենց բովանդակությունը։ Իրանք կապում են բոլոր բովանդակություն ստեղծողները։ YouTube-ը ինքը իր YouTube բովանդակություն չի ստեղծում։ Մարդիկ են մտնում ու պատրաստ են ստեղծեն վիդեոներ ու ծախսեն օրեր ու ժամեր ու ամիսներ ստեղծելու բովանդակություն, ուրիշներն է այդ բովանդակությունը սպառելու։ Հա, իրանք այդ խոշորագույն պլատֆորմաներն են, էլի, որտեղ դու host ես անում։ Այո։ Այդտեղ իդեպ, այս մեր նախորդ բանին վերադառնալով, ինձ թվում է պետք է նշել նաև այդ ճշմարտության ու post truth after truth կոնցեպտը, որտեղ փաստացի այդ աղմուկի մեջ մի հատ էլ հատկանիշ կա այսօրվա իրականության, որ ճշմարտությունը ու ոչ ճշմարտությունը հավասարվում են բոլորն իրար։ Կամ բազմաթիվ բովանդակություն ստեղծողներ, ովքեր չեն կրում որևէ պատասխանատվություն սխալ ինֆորմացիայի համար։ Նույնիսկ եթե ինչ-որ մեկը ստուգում է բովանդակությունը, որը ուրիշը ստեղծում է, ոչ մեկին դա արդեն հետաքրքիր չի, հաջորդ օրը դրա մասին մոռանում են։ Այսինքն credibility-ն է պակասում, պատասխանատվությունը, հեղինակությունը որպես աղբյուր, ու շատ մարդիկ ուղակի տարածում են ինֆորմացիա։ Մի հատ տխուր բան ասեմ, երբ առաջանում են կարծիքներ, որոնք абսուրդ են, բայց շատ մեծ օրինակ այդ ինչի հիշեցի, մի քանի օր առաջ այդ հարթ երկրի տեսության մեջ էի խորացել, բովանդակությունն էի հավաքում, հասկանում եմ, որ դա էլ լրիվ իրավունքով տարածվում է, լիքը մարդիկ հետևում են, կարդում են, ինչքան ուզում ես փորձի հերքել ասել, գիտեք, այստեղ չի բռնում, այստեղ սխալ է։ Միևնույն է, հասնում են շատ մեծ մասշտաբների։ Այսինքն կոպիտ ասած, մեկը ասում է, գիտեք, 2-ին գումարած 2 հավասար է 2, հավասար է 4, ինչ որ մեկը ասում է, իսկ ով ասաց 4, կարող է հավասար 3, կարող է հավասար 2, հավասար է 5։ Ու դու ասում ես, բայց ժողովուրդ, абսուրդ է, ինչ եք խոսում։ Չէ, այդ մարդը, օրինակ, սենց է մտածում, ինչ եք երգում։ Հետևաբար, այս տեսության վերաբերյալ կա մի քանի կարծիք։ Հիմնականում մարդիկ ասում են 2-ին գումարած 2 հավասար է 4, բայց կա նաև կարծիք, որ հավասար է 5։ Ու օքեյ, այդ տեսությունն էլ նույն ձև հավասար այդ բանի մեջ տարածվում է։ Թող լինի ավելի քիչ լսարան ունենա, բայց միևնույնն է ինքը կա ու տարածվում է։ Այդ ինձ մի քիչ վախեցնում է։ Ինչի՞։ Որտեվ բանը Յան Չիխոլդը ինքը ֆանտաստիկ դիզայներ է, ժամանակին ուտեսաբան են դիզայնի շվեյցարական դպրոցից, այսինքն մի քանի անգամ ինքը փոխեց իր ուղղությունները, բայց ասել էր մի բան, ասում է, եթե ես իմանայի ինչքան են իմ սխալները կենսունակ,
ես կլինեի շատ ավելի զգուշավոր ինչ որ բան ասել գրելուց առաջ։ Որտեվ եթե դու տարածում ես ինչ որ մի բան, որը որ ճշմարտացի չի, դու չգիտես հետո ինքը ինչ կյանքով ապրելու։ Ես հիշում եմ օրինակներ, երբ մենք հումորով, հիմա չեմ ասի օրինակները, բայց հիշում եմ օրինակներ, որոնք որ ուղակի խոսակցության մեջ հումորիկ տեսքով գրում էինք ինտերնետում, հələ պատկերացրեք, եթե մեկը մտածի, որ այս բառը առաջացել է այս բառերից, օրինակ այս հայկական բառը իրականում այս թուրքական բառերից է առաջացել, ու տեղում ուղակի հումորի տեսքով, ու հետո հանդիպում էր ինչ որ կայքերում, դա արդեն որպես լրիվ legit հիմք ունեցող մի բան, իսկ բանը շատ եմ տեսել։ Այս բառը թուրքական է, բայց մեկը պրոստը կայֆավատ է եղել։ Հասկանա՞ք։ Ու այդ է դրանից հետո արդեն գալիս ես այն первоисточники, ասում ես, այ սրա շուրջ կա արդեն մի քանի կարծիք, հասկանու՞մ։ Կա այսենց կարծիք, բայց կա նաև այսենց կարծիք։ Ասում ես, ստոպ, ժողովուրդ, абսուրդը, այս մենք ուղակի տեղում հումորի տեսքով գրել էինք։ Չէ, բայց կա տենց կարծիք։ Այդ նույնը ոնց որ ասես մարդը ունի մի գլուխ, երկու ձեռք, երկու ոտք, բայց կան մարդիկ, ովքեր ծնվում են օրինակ երկու գլխով։ Դե վաղ օրինակ մի քանի հոգու ասենք կարելի է բան անել, գրել, որ օրինակ արհեստական բանականության այս նոր LLM մոդելների հիմնադիրներից մեկը հայ է եղել, դա Ժանուն ազգանուն, ոչ իման չասես։ Մի քանի ամսից գիտես կա մարդը հավատալու ու տարածի այդ ինֆորմացիան։ AI հայ է ստեղծը։ Գոդավոր տելևիզոր դե։ Հա ու կարաս կողքը տես բան անես, սենդվիչ սարքես։ Շատերը տենց են անում այդ հատուկ սխալ ինֆորմացիա տարածող մարդիկ սենդվիչ են անում։ Այսինքն ճիշտ ինֆորմացիան, երկու ճիշտ ինֆորմացիայի արանքը դնում են մի հատ ոչ այդքան ճիշտ կամ հատուկ մանիպուլյացիա ու մարդիկ այդ շատ ուտում են, հատկապես վիդեո կոնտենտի դեպքում դա շատ հեշտ է անել, որտեվ դու սկսում ես ինչ-որ ճիշտ բաներ ասելով, հետո մի հատ էշություն ես դուրս տալի, որ դրա վրա ինչ-որ կուրս ծախես կամ մի հատ ինչ-որ ապրանք, որը քեզ ասել են գովազդես, բայց դու չես գովազդում, չես ասում, որ դու դա գովազդում ես, ու այդ սխալ ինֆորմացիայով մի հատ սիրուն սենդվիչ ես անում ու տալիս ես քո լսարանին։ Մարդիկ ասում են, տեսար, սոդայով բանա բուժե։ Հա, ռակա բուժե, բայց բան այդ սոդայի ճիշտ խմելու կալենդարը ինքը փողով ծախում է։ Այդ իդեպ, կստати, այդ դեղերի վերաբերյալ, այդ նույն հարթ երկրի տեսության հիմնադիրը 19-րդ դարում պարզապես չգիտեի ճիշտն ասած։ Մի քանի օր առաջ եմ իմացել, բացի նրանից, որ պնդում էր, որ երկիրը հարթ է, ու դրա համար ուներ իր հիմնավորումը։ Այնտեղ ուղիղ մի հատ կանալ կար, մոտ 10 կիլոմետրանոց, ինքը հետևում էր, նավը պետքա գնար, ասում էր, այստեղ արդեն պետք է իջնի, բայց քանի չի իջնում, հետաբար երկիրը հարթ է, այս լոգիկայով։ Բայց դրանից բացի ինքը նաև պարզել էր մարդու մահացության պատճառը։ Պարզվում է մարդու օրգանիզմի մեջ հավաքվում է կիր տարիների ընթացքում։ Հետևաբար այդ կիրը, ես ուղեղս երրում այդ կիրը Էդ է պատճառը, որ թե չէ մարդը հավերժ բան կաներ, կապրեր։ Ու ինքը հատուկ դեղեր էր վաճառում, կարաս փողը վճարես թանկ բավական, առնում է այդ օրգանիզմից կիրը հանում ու մարդը կարա հավերժ ապրի։ Ու դարձել էր շատ հաջողակ հարուստ մարդ այդ մարդը։ Նա օրինակ էս քո ասացի կտորը մենք կարանք կտրենք առանց դիմացի մասի։ Գցենք TikTok, որ դու ասում ես մարդ կարա երկար ապրի, եթե իր օրգանիզմին չկուտակվի կիր ու դրա համար կա դեղ։ Ճիշտ։ Ու կստացի ես պնդում եմ, որ հենց այդպես է, բայց այդ հարթ երկիրը սետրակը շատ վստահելի մարդ բժիշկ ասում է, որ մեր օրգանիզմում հավաքվում է կիր։ Իդեպ այդ էլ խնդիրներից մեկն է, փորձագիտական կարծիքը ինքը սկսում է պակասել, դադարել, փորձագետները ստացվում են յուրաքանչյուր մարդ, ով տանը իր բասկաթոռին նստած է, այդ նույն մարդը կարա լինի փորձագետ ռազմական, փորձագետ տնտեսական, փորձագետ պատմական եւ այլն, այլն։ Ու ամեն օր փոխվում է, նայած այդ օրվա թեման ինչի, ինչի մասնագետ է, հենց լինում։ Կովիդից մի անգամից դառնում ես օրինակ Իրանի պատերազմի մասնագետ։ Այո, բա ոնց։ Դրոնների մասնագետ։ Այդ ժամանակին բան կար, չէ՞, Դիվաննի վայսկա հատուկ sense Chevron-ի դիզայներ ինտերնետում տարածված էր, մենք էլ ենք տարածում։ Բանը բասկաթոռին նստած ռազմական փորձագիտական կարծիքներ հայտնողների մասին։ Ինչ որ գեներալ Դիվաննիխ վայսկ։ Բայց այդ տերմինն է կա, չէ՞, հիմա անգլալեզու ինտերնետում do your own research, ասինքն ինքը տարա քո ուսումնասիրությունը։
Բայց դա սովորաբար նշանակում է, dass TikTok-ով մեր 2 հոգու վիզիոնայի։ Լսի, ես դա չեմ հանդիպել, բայց այս բանը երևի ոչ այդ նույն հարթ երկրի տեսության մեջ, որը զուտ ուղակի հիշողությանս մեջ է, որտեղ ես մի քանի օր խորացել այդ թեմայի մեջ, այդ նույն մարդու ասածն է. Don't trust science, do your own research, ասում է։ Մի վստահի գիտությանը, ինքդ քո հետազոտությունն արա։ Ու թվում է թե իր ասածը ինչ է, ես որ բան չեմ պնդում։ Ես ուղղակի ձեզ ասում, գնացեք ստուգի, բայց սովորական մարդը, ով մասնագետը չի, դրանք չի կրել փորձագիտական իր իրական փորձը ստանա այդ թեմայի մեջ մտնելով։ Նույն հարթ երկրի տեսության կողմնակիցներ կան, ովքեր արգումենտներ ունեն, ու կա այդ արգումենտների հակաարգումենտները։ Բայց սովորական մարդը ֆիզիկա առանձնապես չի հասկանում, որ ասի, իսկ այս դեպքում ոնց է, ես ինչ եք այսպես բան ասում։ Ու եթե ականջին հաճելի է հնչում, դու սկսում ես հավատալ դրան։ Այո։ Բանը այդ COVID-ի ժամանակ այդ էքսպերտների ոնց ասեմ խավը շատ մեծ հարված կերավ, որովհետև COVID-ը ոնց որ ինչ-որ այդպես բաներ են ընկետներ, որից հետո գիտությունը շատ սկսեց կորցնի իր վստահությունը սովորական քաղաքացիների կողմից, որոնք գիտական սովորականի նկատի ունեմ առանց գիտական բեքգրաունդի։ Այո։ Ես հիշում եմ մարդիկ կային, ովքեր մի հոգու մասին կարդացել էի, որ մահացավ, նրանց հետո էր վարակվեց COVID-ով, նրանց հետո երբ կազմակերպել էր party, որը կոչվում էր COVID party, թե ինչ որ the end of the world party, ու պնդում էր, որ COVID-ը սուտ է, ու վարակվեց ու մահացնալուց առաջ էլ ասել էր, հա, փաստորեն ճիշտ է, ու ինձ մահացավ այդ մարդը։ Դա մեր մոտ էլ էին ամենաբարձր մակարդակով COVID-ը հերքում։ Այո։ Ասելով որ թե բանն է, ինչ վիրուս է, որ կհաղթահարենք ընդ ինչ որ սպիրտով կլվանք, չէ, ոնց էր բանը։ Ինչ որտես բաներ էին ասում։ Դες որ абսուրդ է, հակագիտականությունից վատ բան չկա, ես մի հատ կարծիք էի։ Կներես էլի, բանը քո կարծիքով հակագիտականությունը ինչի է այտենց viral տարածվում այսօրվա աշխարհում։ Ավելի մարդամոտ է, ավելի հեշտ է անցալել։ Դու չես կարող օրինակ մարդուն երկար բարակ գիտական տերմիններով համոզես ինչ որ բան, մարդը ուղակի չի անցալի։ Մաքսիմում ինքը կասի լավ է, ինչ որ խուճուճ երկար բաներ էր ասում, ու ես բան չհասկացա։ Բայց երևի ճիշտ է կամ սխալ է։ Իսկ երբ դու գալիս ես ու տալիս ես շատ պարզ պատասխաններ բարդ հարցերին, այ պոպուլիզմն է։ Հա։ Պարզ պատասխաններ բարդ հարցերին, միանգամից սկսում աշխատել։ Որտեւ մինչև այդ լիքը մարդիկ ինչ որ տենց ակնոցներով գալի, ինչ որ բաներ էին խոսում, ինչ որ գրքեր էին, ինչ որ բանն է, Շարիկովն է։ Что собачье сердце имеешь? Հա։ Ասում է, что же вы читали? Ասում է, да переписку этого с Энгельсом, ինչ որ переписку, Կաուցկի, ինչ որ բան, որ поперхнулся այդ բանը, ռուսերենի անցակներից։ Ուրեմն ասում ինչ էի կարդում Էնգելսի հետ բանը, նամակագրությունը, ու ասում է գրում են, որ ինչ որ հեղափոխություն, ինչ որ տնտեսություն, չգիտեմ ինչ բանը, գլուխս ուռում է այդպես բաներից, էլի։ Ասում եմ, օքեյ, իսկ ինչ եք առաջարկում։ Դե առաջարկում եմ ուղակի վերցնել ու կիսել իրար մեջ ամբողջ գումարները։ Преображенский-ն այդտեղ ասում է, որ աշխարհում նա հիմար բաներից մեկն է, որ ինձ հիմա լսեցի, բայց Շարիկովի համար այդ իրականությունն է, իր համար բարդ է անցալել լուրջ կոմպլեքս մտքեր։ Այդ դրա համար է որ պոպուլիզմը աշխատում է։ Պոպուլիզմով կարողանում ես հասնել այն սովորական շերտերին մարդկանց, իսկ իրանք միշտ մեծամասնություն են կազմում։ Այդքան բան։ Վաու։ Ողջ աշխարհում հաղթում է։ Այո։ Ու մի կարծիք էի լսել, դες ֆրազա է, համաձայն եմ իրեն, որ գիտելիքի հիմնական թշնամին ոչ թե գիտությունն է, այլ գիտելիքի պատրանքը։ Հա։ Որովհետև երբ մարդը շատ բան չգիտի, ընդհանրապես դա ամոթ չի ասել, որ շատ բան չգիտեմ։ Ես ոլորտն այսօր քիմիայից ոչ մի բան չեմ հասկանում։ Ու այդ նորմալ է, որ տարական բաներ կարան ասեն քիմիայից, բան չեմ հասկանում։ Բաներ կա, որ ես հասկանում եմ, բայց եթե ես վերկանամ ու սկսում քիմիայի թեմայով մեկի հետ վիճել, կարող է ես կարողանամ լեզվակռիվ տամ ու հաղթեմ դիմացինիս, բայց այդ կլինի գիտելիքի պատրանք կողքի մարդկանց մոտ, ես կթվամ շատ խելացի մարդ, իրանք կսկսեն կրկնել նույն բանը։ Այդ ամենավտանգավոր բանը։ Երբ մարդը փորձում է ցույց տա,
մի բան, որի որ մասնագետը չի, բայց ինքը ուզում իրան դուրա գալի այդ լույսերը, պրոժեկտորները իր վրա ուղղած դեր ինքը ոնց հեղինակավոր sense կարծիքը հայտնում։ Ես հանդիպել եմ մի մարդու, ով որ սեղանի շուրջ բոլորին պատմում էր, թե ոնց է մի քանի տարի առաջ երկիր մոլորակը մտել սև չորնը դրայի մեջ ու մյուս կողմից դուրս եկել, հասկանու՞մ։ Ու ես տեսել եմ մարդկանց, ովքեր կողքից նստած սենց ինչ-որ բան։ Ու ես չեմ հասկանում ինչա կատարվում, էս ինչ աբսուրդ է։ Ու այնտեղ ես սկսեցի խոսալ, բորբոքվեցի, որ ասում ինչ աբսուրդ եք խոսում, տարիքով մարդ։ Բայց հակագիտականությունը այդ ամենավտանգավոր բաներից մեկն է։ Համար մենք ճշմարտությունից հենց այդ եմ ասում, այդ աղմուկը, ճշմարտության պակասը 99% երևի անհեթեթ մտքերի մեջ գտնելը ճիշտը, այդ գլխավոր չելենջներից մեկն է, գլխավոր խնդիրներից մեկն է, որ այսօրվա մարդը պետքա կարողանա ինչ-որ մի ձև անի։ Ոնց անենք, այնքան հետաքրքիր հարց է, ինձ թվում է, էլի է կոմպլեքս հարց է, հեշտ չի, չես կարող մի անգամ ասել։ Օրինակ դες դու ասում ես քիմիայից չես հասկանում։ Ես այնց հատուկ գիտելիքներ քիմիայի չունեմ, դպրոցական երևի 8-րդ դասարանի մակարդակի, բայց ես ոնց հասկանամ, ում ես վստահեմ այդ հարցը, որ օրինակ ինձ կպատմի ոնց է նույն պոլիէթիլենի տոպրակը արտադրվում ու ինչի է ինքը էկոլոգիայի համար օգուտ կամ վնաս, ում ես լսեմ, որ դա հասկանա, որ ինքը ինձ չի խափի։ Չգիտես, այսօրվա դարի ամենալուրջ խնդիրներից մեկն է տալիս։ Ես չգիտեմ։ Ես գիտեմ, որ դա պետքա մարդկությունը սովորի անել։ Ես գիտեմ, որ մարդիկ, ովքեր ունեն քիչ թե շատ գիտելիք, պարտավոր են այդ գիտելիքը կիսել։ Ոնց անել, որ այդ աղմուկի մեջ լինեն լսելի, ես դա չգիտեմ։ Ես համասարանում դաս եմ տալի հենց այն նպատակով, որ հավատում եմ, որ ինչ որ անում եմ, ինքը կարա քիչ թե շատ գիտելիքի մակարդակը մի քիչ բարձրացնի։ Կրիտիկական մտածելակերպը մարդկանց մեջ ավելացնի, ունակությունը երեխեքի կրիտիկապես մտածելու, հասկանալու, խորանալու ու չտրվելու մանիպուլյացիաներին։ Բայց գլոբալ առումով երևի տենց բարձ պատասխան չկա էլ այդ հարցին, ոնց որ ասում եմ, բարդ հարցերը բարդ պատասխաններ են ենթադրում, էլի։ Բայց մարդկության առաջ կանգնած գլխավոր չելենջներից մեկը դա անել այնպես, որ սուտ տեղեկատվությունը, հակագիտականությունը, հակագիտական աղմուկը չլինի այդ աստիճան լսելի ու չտարածվի այդ աստիճան շատ։ Հնարավոր է այդ պայքարում մարդկությունը չհաղթի ու հնարավոր է այդ պոստմոդեռնի ամեն ինչը իրավունք ունի գոյություն ունենալ կարծիքը շարունակի գոյություն ունենալ, բայց միևնույն է այդ ուղղությունն է, որով պետքա գնալ։ Խորհուրդ տալուց առաջ ենթադրում որ մարդը ինքը պետքա հստակ իմանա ինչի մասն է խոսքը։ Դրա համար երևի ես իրավունք չունեմ նույնիսկ խորհուրդ տալ ինչ պետքա արվի, բայց ես հասկանում եմ, որ դա ուղղությունն է, որով մենք պետքա գնանք ամեն դեպքում։ Մենք պարտավոր ենք ձգտել նրան, որ ճշմարտությունը լինի լսելի ավելի։ And in the darkness we shine brighter, չէ՞, բան կա, ֆրազա կա։ Մթության մեջ մենք ավելի պայծառ ենք երևում։ Ու ճշմարտությունը այտենց մթության մեջ պետքա լինի ավելի պայծառ։ Ես հնարավոր հնչում եմ որպես այնց ուտոպիստական ինչ-որ մտքեր եմ ասում, եմ ասում, ես հստակ պատասխանը չգիտեմ, որովհետև այդ բարդ կոմպլեքս հարց է, բայց պետքա ձգտել դրան։ Դու ոնց ես ընտրում որ մասնագետին վստահես։ Ես փորձում եմ հետևեմ այն աղբյուրներին, որոնց credibility-ն, որոնց հեղինակությունը ավելի որ բան չի, կեղտոտված չի, ովքեր որ պատասխանատու են իրանց համար, ովքեր իրական են, ովքեր անդեմ, անանուն մարդիկ չեն, աղբյուրներ չեն, ովքեր ունեն ճանապարհ անցած ու ովքեր պատասխանատու են իրանց ասացների ու արածների համար։ Փորձում եմ։ Բառացի այսօր մի հատ տեսանյութ ենք նայում կնոջս հետ, որտեղ որ պատմում էր, որ բիզնեսները բողոքում են նրանից, որ արհեստական բանականությունը ի տարբերություն ռեալ մարդկանց ինքը պատասխանատվություն չի կրում։ Երբ մարդը աշխատանքի ընթացքում թերանում, այն ինչ որ բանանում է սխալ, այդ մարդը պատասխանատվություն է կրում, ինքը ամեն ինչ կանի, որ սխալ չլինի։ Ինքը գիտի, որ դրա պատճառով ինքը կարող զրկվի աշխատանքից, իրան կարող է պատժեն, գումարից զրկեն եւ այլն։ Երբ արհեստական բանականությունն է,
անուն որևէ սխալ, ինքը ուղղակի արհեստական այնտեղ մարդ չկա հետևում, դու կպատժես ու ինքը կասի վայ կներեք, ես ամեն ինչը, չէ, չկա։ Ինքը ուղղակի մեքենա է։ Ասում եմ սխալ, ես բանի chat GPT-ի հետ օլի գրոկի, չեմ հիշում որ մեկի, chat GPT-ին ինձ թվում է հետ երկար փորձում էի սարքեի իմ համակարգիչը։ MacBook Pro, որի մեջ շատ բան կա, որոնք ես չեմ հասկանում, այդ ժամանակ նոր էի առել համակարգիչս, բայց մեջը բառացիան սկզբից բաներ փչացել։ Ու ինքը ինձ խորհուրդ էր տալիս, ես ինչ անեմ։ Այս այն գրի տերմինալում ինչ որ բաներ էի գրում, արդյունքը վերջացավ նա, որ կոմպյուտերս հերթական restart-ից հետո չմիացավ։ Հասկանաս։ Ես ասում եմ, ընկեր, քո պատճառով համակարգիչը չի միանում էլ։ Մեջը ֆայլեր ունեն, որ ինձ պետք են։ Ինձ պետք էր ընդհանրեն, ընդ չեմ հիշում ինչ էր խախտվել ամենասկզբից։ Տարական, հա, կներես ասում։ Դե նա օրինակ հենց հիմա այդ քո ասելուն զուգահեռ բացեցի Gemini-ը, որից ես հիմնականում օգտվում եմ ու ինքը բոլոր չաթերի տակ է, դες մանր տառերով գրած է Gemini is AI and can make mistakes. Correct. Այսինքն ինքը ի սկզբանե սխալների պատասխանատվությունը դնում է քո վրա, որտեղ ինքը զգուշացրել է, որ գիտես ինչ, այս AI-ը, ես հալյուցինացիաներ ունեմ ու քեզ ասում եմ, որ ես կարող եմ սխալ լինեմ։ Ու այդ շատ ճիշտ է, բայց այդ հիմա իրանք ունեն։ Ինչ որ ժամանակ առաջ ոչ մեկ չուներ այդպես բան։ Ինչ որ ժամանակ առաջ նույնիսկ AI նախարար էին նշանակել, չէ՞, կարծեմ Ալբանիայում, թե որտեղ։ Տոյս լուրջ։ Տոյս մարդկանց թվում էր, որ դա ինչ որ մի գործիք է, որը կարա մտածի շատ ավելի արագ, քան մարդը, ունի հսկայական հիշողություն, հետաբար կարա նույն գործողությունները անի, չէ՞։ Ինքը դեռ չի կարա անի։ Ապագայում միգուցե, բայց այսօր չէ։ Այսօր չէ, բայց արդեն այդ թեմայով էլի խոսանենք, որ օրինակ մարդիկ ասում են, դե Facebook-ում եմ տեսել, ուրեմն ճիշտ է։ Ճիշտ է։ Ինչես։ Հա, Facebook-ում եմ տեսել։ Դավիթ, որտեղ ոնց։ Ինտերնետում է գրած։ Լուրջ։ Հիմա ասում են chat GPT-ն է ասել, կամ AI-ն է ասել։ Հսկայական են քանակը գիտական աշխատանքների, որի մեջ որ կարող է ամբողջը չէ, բայց մի մաս AI-ն է գրում ու ինքը հղումներ է տալի դեպի գոյություն չունեցող աղբյուրներ։ Ես դե ասացի գիրք եմ գրում տառագրության մասին հայկական, երևի միակ հայկական գիրքն է, որը հենց ամբողջությամբ նվիրված է լինելու հայկական տիպոգրաֆիկային ու բառարանն եմ նաև կազում հայկական տառագրության ու նաև տեսությունը, թե ինչա պետք անել հայերեն տառատեսակներ ստեղծելու համար։ Գրաշարային են որոնք տառատեսակներ, այլ ոչ թե վերնագրային, որտեղ վերնագրայիններ շատ ունենք, բայց գրաշարայինները խնդիր են։ Ու դրա մասին ցավոք սրտի երկար ժամանակ ոչ մի բան չի արվել, ես էլ այդ գործը այտենց վերցրել եմ ին վրա, փորձում եմ մի բան ստանալ։ Հիմա գնացել եմ հարցնում եմ այդ ժամանակ chat GPT-ին նոր էր հայտնվել։ Ասում եմ ինձ պետքա հղումներ, այս թեմայով։ Չեմ հիշում ինչ թեմա էր, տիպոգրաֆիկա երթական, պայմանական զասեչկաների վերաբերյալ։ Ասում եմ, հա, սենց աղբյուրներ կան, շատ հետաքրքիր են։ Այստեղ գրած է սենց մի բան։ Ու աղբյուրը նայում ես Armenian Typography 2017 թիվ, սենց ինչ որ հեղինակներ են գրած, ասում եմ, այ քեզ բան, սենց գործ կա, ես չգիտեմ դրա մասին։ Armenian Type, վայ, ասում եմ, էս ի՞նչ է, սրա մասին մանրամասն։ Սկսեց ինչ որ բաներ գրել, դե էս հեղինակն է, էս բանը։ Ասում եմ, ստոպ, ինտերնետում անում գալ չկա ոչ հեղինակ, ոչ անուն։ Ու մի քանի անգամ հարցնելուց հետո ասում եմ, հա, վայ, sorry, սխալվել էի, չկա տենց աղբյուր։ Հնարել է։ Հասկանես, հա։ Տևեց ինձանից ինչքան ժամանակ ես այդ մի հատ աղբյուրը վերցրեցի ու փորձեցի քրքրեմ գտնեմ իրան։ Ես ունեցել եմ փորձ ամեն ինչից բացի նրանց որ հայկական տառագրությունն է իմ հոբբին ու ես զբաղվում եմ դրանով, ես նաև շատ եմ սիրում Երևանի պատմություն ու արդեն երկար տարիներ Երևանի պատմությունն եմ ուսումնասիրում։ Հարցնում եմ, կար մի հատ sense հետաքրքիր դրվագ, ուրեմն 1679 թվականին եղավ մեծ Երևանի երկրաշարժը, որի ժամանակ պարկեցին բոլոր եկեղեցիներ, մզկիթներ, կամուրջներ, ամեն ինչ որ տարածք Գառնիում եղավ, էպիկենտրոնը այդտեղ էր։ Ուրեմն դրանից առաջ Զաքարիա Քանաքերցին գրում է, որ օդում, երկնքում հայտնվել էր մի աստղ, որը որ շատ պայծառ էր ու մարդիկ գնում գալիս էին, տեսնում էին այս աստղը։ Հետո այդ աստղը սկսեց ձգվել օրերի ընթացքում ու դառավ սենց ուղղահայաց երկար գիծ, իսկ հետո կորավ։ Իսկ դրանից հետո եղավ երկրաշարժը։ Զաքարիա Քանաքերցին ենթադրում է, որ դա նշան էր, Աստված ուղարկել էր նշան, որ լինելու է սենց մի հատ մեծ կոտորած։ Ու Քանաքերի բնակչության մեծ մասը մահացավ, Երևանի բնակչության զգալի մասը մահացավ, չնայած Երևանի հենց բուն մասին տեղեկությունները շատ չեն, Քանաքերինը ձև բանը, թվերով ունենք։ Ուրեմն ասում եմ հետաքրքիր է, այս աստղի մասին մի բան գտնեմ։ Գնում եմ հարցնում եմ Գրոկին, թե Gemini-ին, չեմ հիշում սկզբից որ մեկին հարցրեցի։ Ասում եմ 1679 թիվ, գարնան վերջ ամառվա սկիզբ։
ինչ նման ֆենոմեններ են եղել հյուսիսային կիսագնդում, որտեղ ենթադրաբար Եվրոպայից էլ պետքա տեսած լինեն, որտեղ որ գրվում էր։ Հա, իհարկե, շատ լավ, այսինքն իստոչնիկ է, այդ էս աստղի մասին է խոսքը։ Ասում եմ, «Վա, էսա գտա փաստորեն»։ Հետո մտքովս անցա, ասում ստոպ, ման եմ գալի, ինչ որ կասկածել է ինձ թվում։ Վերցրեցի ամբողջը, տարա պայմանական գրոկին էի սկզբից հարցրել, գնացի Gemini։ Ասում եմ Gemini, գրոկը ասում է, սենց բան, համաձայն ես թե չէ։ Մի հատ fact check արեմ, այդ ստուգի աղբյուրները։ Սկսեց ստուգել, ասում այստեղ ճիշտ է, այստեղ սխալ է, կոնկրետ այդ ինչ որ ասում է այդ աստղի այդ կամետայի մասին, սխալ է, չկա տենց բան։ Վերցրեցի Gemini, տարա գրոկին, ասում եմ գրոկ, Gemini ասում այստեղ սխալ ես ասում, այդ կարթա։ Ասում է, հա, այս սրանց հետ համաձայն եմ, սրանց հետ համաձայն չեմ։ Ու սկսեցին իրար մեջ կռիվանել այս երկուսը։ Մի մասը ու շատ լավ fact check արեցին։ Ու վերջում հասկացա, որ իրականում այդ աստղի մասին ոչ մի տեղեկություն չկա այդ թվականին հայտնաբերված, դրանց առաջ ու հետո կար ուրիշ աստղեր էին, բայց դա ամեն դեպքում տենց չհաստատվեց։ Աստղա թե կամետա է եղել, կամետայի Չեմ ավելի հիշում արդեն, հա, այն ժամանակ բաներ քրքրեցի, բայց իմացա, որ ոչ մի աղբյուր չկա հաստատող դա ամեն դեպքում։ Հա, բայց նենց որ կար այդպես բաներ։ Բայց այդ տևեց ինձանից զգալի ժամանակ, ժամից ավել երևի տենց նստած դա է անում։ Եթե ես ամբողջ ժամանակս տրամադրեմ ուսումնասիրությունների համար, կարաս քեզ թույլ տաս ստուգես։ Եթե դու արագ գիտական աշխատանք ես անում, առաջ էլ են տենց ասխեր տեսել։ Հա։ Առաջ չգիտեմ, ես հիշում եմ դրանից հետո։ Չէ, ժողովուրդ, այդ հումորը այդպես բան չկա։ Չէ, բայց ես հիշում եմ հստակ, էլի այդ 90-ականների սկիզբը տեսած մարդիկ կհիշեն այդ ժամանակ լիքը մարդիկ տեսնում էին լիտայուշի տարելկաներ։ Լուրջ։ Լսի, երևի, չգիտեմ։ Ես ինքս հիշում եմ, ոնց էին մերոնք բոլորով ասում, հələ նայ, ես փոքր ժամանակ մի 10 տարեկան երեխա եմ։ Ես հիշում եմ, նայում ենք Արարատի կողմը մի քանի հատ sense իրար կողք կետիկներ էին։ Հետո այս կետիկները sense միավորվեցին իրար, հետո մեկը կողք թռավ ու sense ինչ-որ բաներ։ Բոլորով նայում էին, չէին հասկանում, ինչա ասեցին լիտայուշի տարելկաներ էին։ Բայց լավ հերու երկնքի մեջ, то есть այդտեղ օբյեկտ չէր, սարից վերև էր։ Հա, սարի վրան լույսերը չի որ ամեն օր էր։ Չէ, տիգդիրի բաները չի, վերև։ Դա համար չգիտեմ, բայց այն ժամանակվա մարդիկ շատ էին ասում, հա, լիտայուշի տարելկաներ։ Կարող է մեկը ինչ-որ մի օր լույս տեսած լինի, այդ բերան անցնի, վերջում Զաքարիա Քանաքերցի տենց մի բան գրած լիներ։ Ինչ էր սկզբից ինֆորմացիա չունեմ, չեմ կարող ասեմ հա, չեմ կարող ասեմ չէ։ Հա։ Այդ էլ կարևոր է, չի կարելի ասել տենց չի եղել։ Ես չունեմ տեղեկություն, որ եղել է, սա ավելի ճիշտ է։ Հա, բանը absence of evidence is not an evidence։ Հա, էլի։ Հենց հետաքրքիր է այդ մասով, որ ինֆորմացիաները անընդհատ կարդում ենք ու մեկը համոզված չես լրիվությամբ այդ ինֆորմացիան ճիշտ է թե չէ, որովհետև անգամ եթե պատմաբանը, որ 18-17-րդ դարի մասին գրել է, կարող է կեսը հնարած լինի, էլի։ Լիովին։ Ես ունեմ հատկապես որ աղբյուրներ չկա, ուրիշ բացի այդ մի հոգուց ուրիշ աղբյուրներ չկա։ Ճիշտ է։ Մի կարծիք եմ լսել վերջերս, որի հետ համաձայն եմ լիովին, որ երբ դու կարդում ես պատմական որևէ աղբյուր, պետք է սկսես իրեն չհավատալ։ Որտեվ յուրաքանչյուր գրող, յուրաքանչյուր պատմաբան, յուրաքանչյուր մարդով տեղում եղել է, իրա վրա ազդում է կոնյունկտուրան, տեղի իրադարձությունները, իր անձնական հայացքները, քաղաքական չքաղաքական, ցենզուրան, որը որ տեղում է, այսինքն բազմաթիվ ֆակտորներ կա։ Լիքը բաներ կա, որ կարող է այս մարդը չգիտեր, լիքը բան կարող է սուտ լինի։ Հնարած լինի։ Այո։ Ուրեմն, եթե դու կարդում ես օրինակ Ցեզարի Զապիսկիա Գալսկե վայնի, ինքը բազմաթիվ փաստեր է բերում ու թվերը օրինակ այդտեղ բանակների տիտանական են, որ ասում ես, այստեղ, չգիտեմ, 100,000 գերմանացիներ եք, 100,000 այստեղ այս ցեղից կելտական, այն ցեղից կելտական, ինչքանով ճիշտ էր։ Ամենայն հավանական սխալ էր, որտեղ Ցեզարը ամենայն հավանական ցույց էր տալի, որ իրանք շատ ուժեղ էին, մենք էլ եկանք իրանք նույնիսկ այդ ուժեղ բաներին հաղթեցինք։ Պրոպագանդա է, էլի պետական։ Այո։ Այս այդ միշտ եղել է ու պատմաբանի գործը պետքա լինի չվստահել այդ աղբյուրներին։ Եթե դու գտար sense մի քանի պնդում, դրանք պետքա վերաբերվես որպես պնդում։ Գտար ուրիշ հեղինակի մոտ մի բան, որը հաստատում է այս պնդումը, +1 այս կարծիքին, հավանական է, որ տենց էլ եղել է։
գտար ինչ որ մի բան էլ արխեոլոգիայից, գենետիկայից, որևէ տեղից այս աղբյուրը պնդող։ Okay, միգուցե սենց էլ եղել է։ Հենց այդ պատխոդը ճիշտ է։ Ես ուսումնասիրելով նույն Երևանի պատմություն, առաջին հանրապետության պատմությունն մի պերիոդ կարդում ինչ հնարավոր էր դրա մասին, ու ես գտել եմ այդտեղ պնդումներ, որոնք որ շատ լավ էին հնչում։ Ու ասում ես, այս ինչ լավ բան է, փաստորեն սենց է։ Օրինակ։ Ասի ես հիմա չեմ ասի փաստերով, որովհետև այդ ինչ որ ասում եմ, մի 15 տարվա բան եմ ասում։ Հստակ առաջին հանրապետությունը շատ վաղուց պատմություն։ Բայց դու կարդում ես մի բան, որ ասում ես, շատ հետաքրքիր է, ես չգիտեի ճիշտն ասած որ սենց բան է։ Հետո սկսում ես քրքրել ու դու հասկանում ես, որ չկա որևէ աղբյուր դրա տակ։ Ու պարտավոր ես, եթե դու ուզում ես լինես, եթե ուզում ես հեղինակություն տպայես, դու չպետք է դրա մասին գրես։ Չի կարելի նշել դա, եթե դա հիմնավոր չի։ Այսօրվա դարի խնդիրներից մեկը հենց դա է, որ հեղինակությունը ոչ մի դեր չի խաղում։ Նույն աղբյուրը կարող է ասի մի բան սխալ, մի բան սուտ, դու գտնես այդ սուտը, ասես այս սխալ է, մյուս օրը իրանք կարող է այդ նույն բանը կրկնեն կամ ուղղակի մոռացվի գնացվի։ BBC-ի վրա կա բազմաթիվ օրինակ բաներ, թերություններ, որ տարիների ընթացքում իրանք ասել են, որը չի համապատասխանել իրականությանը, բայց BBC-ն ոչ մեկ չի ասում, այ BBC-ն reliable source չի։ Իրանք միևնույնն է շարունակում են աշխատել։ Իսկ ես կարծում եմ, որ պետք է նշվի, որ այս բանում սխալ են եղել, այս բանում ճիշտ։ Ֆանտաստիկ գործ են անում։ Մեծ լուրջ լրատվական է, անխոս, բայց թերությունները կողմնակալությունը եղել է ու շատ տարբեր աղբյուրներ։ Բայց մյուս կողմից այդ թերությունները վերցնում են մարդիկ ու փորձում են իրանց հեղինակությունը զրոացնել, չէ՞, օրինակ New York Times-ի հետ այնտեղ շատ արել, Washington Post-ի հետ են արել, համոզված եմ Հայաստանում այդ էս դեպքեր կլինի, երբ որ ոչ հատուկ սխալ ինֆորմացիան վերցնում են ու սարքում են ոնց որ դրոշակ ձեռքդ, որտես BBC-ն ու New York Times-ը սխալ ինֆորմացիա տալիս։ Միգուցե, ճիշտ է։ Ես Էդ էլ ալնում, էլի այսօր այդ ալի ինչ խոսում ենք գալիս ենք դրան, որ այսօր հավաստի ինֆորմացիա գտնելը շատ դժվար է։ Շատ դժվար է։ Այդ after truth-ն է իրականում։ Հա ու անգամ երբ որ չգիտեմ ընկերդ քեզ միած ինֆորմացիա տալի, որ դու 100%-ով համոզված ես, որ սխալ է, ու ասում ես դա սխալ է, չեն հավատում։ Ոչ մեկը չի հավատում։ Բայց մյուս կողմից է ինչ որ տենց անանուն մարդու TikTok-ից կամ Instagram-ից կամ YouTube-ից հանգիստ կան այդ ինֆորմացիան ընդունեն։ Այդ ես չեմ կարող հասկանալ այդ ոնց է աշխատում։ Էլի պոստմոդեռնի մեջ կա այդ ճշմարտությունների բազմազանություն, որտեվ կան շատ ճշմարտություններ, որոնցից բոլորը ճիշտ են ու միաժամանակ ոչ մեկը ճիշտ չեն։ Ու էական չի նույնիսկ այսօրվա մարդու շատ մարդկանց հայացքով, որ նա ճշմարտություն, որտեղ միևնույնն է չես կարա ճշտես, այդ այսօրվա դարի նշաններից մեկն է։ Այդ բերում է ռացիոնալության ճգնաժամի։ Ու նաև նորմալ քրիտիկական մտածելակերպով մարդիկ ոնց որ մոլորված լինեն։ Ինչ որ մի պահ է գալի, ոնց որ չես հասկանում ինչա կատարում։ Քեզ մոլորված ես զգում։ Кризис рациональности կոչվում է։ Кризис рациональности։ Հա, то есть դու չկա ոչ մի բան, որ դու կարաս հիմնավորես իրականում։ Ամեն ինչը ճիշտ է, ու միաժամանակ ոչ մի բան ճիշտ չի։ Ասում եմ, այդ օրինակը ինձ բանն է, ամենա այնց անհեթեթն է իմ պատկերացմամբ։ Կան մարդիկ, ովքեր ծնվում են երկու գլխով։ Իսկույն ու այդ անորմալ է։ Բայց միաժամանակ ճիշտ է ասել, որ մարդ հետեակը ով ունի մի գլուխ, երկու ձեռք, երկու ոտք, այլ ոչ թե մարդ ով ունի մի գլուխ, բայց նաև երկու գլուխ, բայց նաև 4 ձեռք եւ այլն, չէ։ Էսա ճշմարտությունը, ժողովուրդ, այդ ալտերնատիվ բաները պետք չի ընկալել որպես հիմնական մեյնսթրիմ։ Դե մինչև ես վերջերս գենդերի հարցում չենք կարող պայմանավորենք, որ Ամերիկայի ամենաբարձր պաշտոնյաները ու մենակ ոչ Ամերիկայի, Կանադա, Անգլիա, Եվրոպա այդ ամեն տեղեր հասա այդ իդեոլոգիան, որ ուղիղ հարցին ով է կինը կամ ով է տղամարդը, մարդիկ չեն կարողանում ուղիղ պատասխանել։ Ճիշտ է։ Ասում են, տիպը մի քանի պատասխան կար դրան, մարդ ով իրան զգում է կին, բայց ինչ անշում զգում է։ Իսկ կարող է վաղը զգա տղամարդ, հետո նորից կին, հետո նորից տղամարդ, այդ ընթացքում ինչ անշում զգում։ Աբսուրդ է ինձ թվում է,
Բայց կան կարծիքներ, որ հենց այդ այն էակնա ով ունի Y խրոմոսոմ, ինքը կին չի, ինքը տղամարդ։ Դե բանը ոնց Չունի Y խրոմոսոմ։ հարցը երկու մասի է բաժանված գենդեր ու սեքս։ Այո։ Ոնց որ սեքս կա երկու բիոլոգիական կին տղամարդ, իսկ գենդերը կարա միլիոն հատ բան լինի։ Ով ոնց կմա, որտեվ գենդերը բացատրում է որպես սոցիալական կոնստրուկտ։ Ու դա էլ է օրինակ շատ հետաքրքիր թեմա, ինչն է սոցիալական կոնստրուկտ, օրինակ շատ հարցերի շուրջ մենք չենք կարողանում պայմանավորվենք, որ ինչն է բնական, որ տենց օրգանիզմը տենց է ստեղծված, ինչը սոցիումի կամ դաստիարակության արդյունքում է մարդուն սարքում ինչ-որ մի ձև։ Ես ունեմ համոզմունք, որ գենդերը սոցիալական կոնստրուկտ չի։ Բայց երկար տարիներ, այս վերջի տասնամյակը երևի, ԱՄՆ-ում ու շատ ուրիշ երկրներում իրոք պնդում են, ու գենդերային քրիտիկական տեսությունը դա է պնդում, որ դա սոցիալական կոնստրուկտ է։ Ես իմ փորձից ելնելով, երբ ես հետևում եմ մարդկանց, ես տեսնում եմ ոնց են տղաներին հետաքրքրում տղայական բաներ, աղջիկներին աղջիկական։ Այդ իմ տղայական ու աղջիկականի վրա իհարկե միանգամից կսկսեն ասել, իսկ ի՞նչ անշան տղայական, ի՞նչ անշան աղջիկական, էլի, անընդհատ կարած հարցեր տաս։ Բայց հենց ինչ որ միտեղ հայտնվում են մարդիկ, հիմնականում տղաներին հետաքրքրում է նույն ակտիվ վազվզոց գլխկոնձի տալ, ընկնել ջարդվել, աղջիկը ավելի հանգիստ գործողություններով են զբաղված։ Այդ այն ինչ որ ես նկատում եմ կողքից։ Բայց դա էլ ոչ բոլորի վրա է տարածվում։ Ոչ բոլորի, բացառություններ կա։ Բայց այդտեղ հարցը բացառությունը կարելի է անցալել որպես mainstream հիմնական տեսություն։ Կան մարդիկ երկու գլխով, հասկանու՞մ ես, բայց մարդը միևնույնն է, էակա ով ունի մի գլուխ։ Բայց դա չի նշանակում, որ երկու գլխով մարդ չի մարդը։ Իհարկե մարդը, բայց ինքը բան մարդը միևնույնն է, այդ մարդը մի գլխով։ Իր մոտ կա անոմալիա, այսինքն կամ 4 ձեռքով։ Դե այդ մարդիկ ասում են, օքեյ, մենք օրինակ բնականից այդ տենց ենք, մեր իրավունքները ճանաչեք որպես անոմալիա։ Մի ճանաչեք որպես անոմալիա, մեր իրավունքները պաշտպանեք։ Այ գենդերի տեսությունը այդ մեծ մի հատ թեմա է զբացում։ Իմանալիք։ Դժվար թեմա է։ Հա, այդ մեծ թեմա է, ես դրա մեջ մասնագիտացած չեմ, ես չեմ հասկանում դրանից։ Ես գիտեմ, որ կա շեղում գենդերային ու տենց ավել բան այդտեղ չեմ կարող ասեմ։ Ես գիտեմ, որ կան մարդիկ, ովքեր որ չունեն այդ շեղումը, բայց իրանց հարմար է այդ շեղումը։ Ես տեսնում եմ այդ, որտեվ կան միևնույնն է, կան մարդիկ, ովքեր ունեն հենց իմенно շեղում։ Իսկապես անգլերեն տերմինով կան մարդիկ, ովքեր pervert են։ Հասկանաս, ու կան մարդիկ, ովքեր իրոք ունեն կարիք պաշտպանության, աջակցության եւ այլն։ Հա։ Դրա համար բոլորին լցնել նույն ղազանի մեջ ու ասել, որ ինքնակ բոլորը նույնն են, ես չեմ կարծում։ Հա, լավն են կամ վատն։ Հա, չի կարելի։ То есть, ինձ թվում ամեն դեպքը պետք է ուսումնասիրվի։ Ու կան իհարկե մարդիկ, ովքեր որ ունեն գենդերային շեղում, ովքեր ու միանշանակ պետք է աջակցել, օգնել ու իրենց իրավունքներն իհարկե պաշտպանել, անխոս։ Էդ ալի, ինչ թեմայի կապտում ենք գալիս է որ ապացուցել է որ մեկա բարդ են հարցերը, այդքան հեշտ չի, չես կարող ամեն ինչը լցնես մի հատ նորմայի տակ, բայց դա հենց բերել է նրան, որ այսօրվա դարում այս քանակությամբ ինֆորմացիայի մեջ արդեն նորմա չկա, էլի։ Այո, հենց նորմա չկա, ճշմարտություն չկա։ Ամեն ինչը ճշմարտություն է։ Քո կարծիքով է լավա թե վատ։ Չէ, իմ կարծիքով լավ չի։ Իմ կարծիքով լավ չի, որովհետև միևնույնն է, ես այդ dead internet theory-ն ինչ է։ Մահացած ինտերնետն է, որտեղ ամեն ինչը կա ու դրա մեծ մասը հենց իրական չի, որտեղ ինքը ուղղակի ավտոգեներացված է։ Միևնույնն է, մենք ունենք արժեքային համակարգ, հասկանաս, մենք ունենք ինչ որ հիմք, որը ստեղծվել է հազարամյակներով։ Ու չի կարելի այդ ուղղակի դնել մի կողմ ու այդ դեկոնստրուկտիվիզմի ենթարկել ու հարցադրումներ դնել այն ամենաբազովի հիմքերի վրա, որը Sapiens էակ առհասարակ ունի, որը ազգը ունի, որը ժողովուրդը ունի, այն հիմնական մշակութային, պատմական արժեքների վրա ու քանդել դրանք, ասելով իսկ եկեք այս հիմքը տակից հանենք, այս պետք չի էլ։
Արդյոք արժի սիրել ծնողներին։ Եկեք մի հատ մտածենք դրա մասին։ Իսկ կարողա չարժի սիրել ծնողներին։ Ասում ես, սենց բաներ եմ ես հանդիպել։ Ասում ես, ինչ եք խոսում։ Ինչի մասն է խոսքը։ Ինչի համար է դա պետք։ Բայց չէ, այդ է դեկոնստրուկտիվիզմը։ Եկեք քանդենք ամեն ինչ ինչը։ գցել ծնողների վրա, որ սա ծնողներն են մեղավոր, որովհետեւ լավ չեն մեծացել։ Չէ, այդ բանը կոնֆլիկտը ացոֆեդիցը ինքը միշտ եղել է, այդ դրա մասին չի հարցը։ Բայց այն բազովի ինստիտուտների հիմքերը, օրինակ ընտանիքի ինստիտուտը քանդել, ասել որ տիպը իսկ ով ասեց որ ընտանիքը առհասարակ պետքա պապա ու մամա լինի։ Կարա լինի մի քանի պապա ու մի քանի մամա, ինչի՞ չէ։ Եկեք ասենք որ ընտանիքը կարա լինի տենց բազմություն, մի հատ ամբողջ լինի, այդ իրանց բոլորին ասենք ընտանիք։ Ինչի՞ չէ։ Ինչի ենք իրանց իրավունքները չենք հարգում։ Ասում չգիտեմ, ես որտեվ ուրիշ ձև եմ պատկերացնում ընտանիք ու արժեքային համակարգը։ Դες գալիս է հենց դրան, որ ես ուրիշ ձև եմ պատկերացնում, դու ուրիշ ձև ես պատկերացնում։ Նու մեր մասին չի խոսքը, որտեվ պոստմոդեռն է դա։ բան էլի, որտեվ ինքը սոցիալական կոնստրուկտ է։ Այսինքն հա, դե ինքը, այո, ընտանիքը ինքը սոցիալական կոնստրուկտ է։ Դրա համար մարդիկ կան, որ ասում են, հա, եթե մենք ենք հնարը, մարդկությունն է հնարը։ Մենք էլ կարանք փոխենք։ Մենք էլ կարանք փոխենք։ Այո։ Ինչի՞ չէ, օրինակ, չգիտեմ, 50-60 տարի առաջ, 50, Հայաստանը 30 տարի առաջ բաժանվել է, օրինակ, ամոթ էր։ Մարդիկ իրանց abuser ամուսինների կամ կանանց, որն էլ այտենց էլ է հայտնվում, միշտ չի որ տղամարդիկ են վատը։ Ապրում էին սաղ կյանք, իրանց կյանքը լրիվ զոհաբերելով, որովհետև ընտանիքը չի կարող առանց մամայի կամ առանց պապայի լինի։ Բայց այսօր օրինակ դա լրիվ նորմա է մեր հասարակությունում, որ մարդիկ եթե իրար հետ լեզու չեն կրում, կանան բաժանվեն ու ամեն մեկը իր կյանքով ապրի։ Այսինքն այդ փոխվեց։ Ու մեկը գիտես ինչ, ընտանիքի ինստիտուտը առհասարակ երևի ամենա փխրուններից է այսօրվա օրով։ Հա։ Որտեվ բաժանումները շատ են, ստատիստիկորեն էլ նայում եք, մարդիկ ավելի քիչ են ամուսնանում, ավելի շատ են բաժանվում։ Ամուսնությունը ժամանակին եղել է կնոջ համար այս կյանքում իրան գտնելու հնարավորություն։ Հա, ամենակարևոր բանը։ Այո։ Իսկ տղամարդու համար իր գեները փոխանցելու, կնոջ դեպքում էլ գեները փոխանցելու, այսինքն, то есть այդ մի բան էր, որը պարտադիր պայման էր։ Այսօր սիտուացիան փոխվել է։ Ամբողջ ենթակառուցվածքներն են փոխվել։ Կինը ինքը կարա ամբողջությամբ ինքը իրան ապահովի։ Ու շատ ավելի լավ, քան տղամարդը։ Այո։ Ինքը կարա երեխա ունենա նույնիսկ ամուսին չունենալով, սերունդ տա։ Ահա։ Ամուսինը կարա սերունդ տա ընտանիք չունենալով եւ այլն։ Ու դրա համար այսօր ընտանիքի ինստիտուտը իմ պատկի ինչքան որ ես կողքից նայում, ինքը այսպես է որ ճակած ու հեսա կարող փլվի։ Ու այդ փլվելը մենք տեսնում ենք ոնց որ մեր աչքի առաջ իրական։ Դե դա բերել է տենց շատ մեծ ծնելիության անկման։ Ողջ զարգացած աշխարհում, անգամ Չինաստանում։ Ինքն է, հա, բայց ֆակտորներից մեկը հա ընտանիքի բանն է, բայց այդտեղ ուրիշ ֆակտորներ էլ կա։ կա։ Դե շատ ֆակտորներ կա, այդ ուրիշ թեմա է, բայց դե որտեվ սոցիալական կոնտրակտներն է փոխվել։ Այսօր տնտեսությունը ուրիշ ձև է աշխատում, ամուսնության հիմքը շատ անգամ նաև տնտեսությունն է։ Օրինակ տղամարդը պետք է ապահովեր։ Մինչև, չգիտեմ, երկրորդ համաշխարհային, հա, դրանից հետո փոխվեց։ Ինչ պետք է ապահովել։ Ընտանիքի բարեկեցությունը, էլի։ Հա։ Իսկ հիմա անդ հետաքրքիր թեզ կա, չգիտեմ լսել ես թե չէ, որը կախված է բան անշարժույթի գների հետ, հիպոթեկի։ Ասում եմ անշարժույթի գները թանկացա, որովհետև կանայք սկսեցին աշխատել։ Հա, կարա։ Դրա համար ընտանիքից, ասինքն առաջ մի հոգի էր աշխատում ընտանիքում, տունը կարողանում ապահոver։ Հենց էտա կարևոր Հիմա երկու հոգի է աշխատում, որ կարողանա նույն բանը ապահովի, ինչ որ ապահովում էր 40 տարի առաջ։ Չնայած շատ երկրներում տուն ունենալը դարել է այտենց անհասանելի երազանք մարդկանց համար, հա։ Բայց հենց էտա էլ կարևոր չի գենդերը։ Իսկապես ինչ տարբերություն կինա մոտդ աշխատում թե տղամարդ, թե իրանք նույն գործը անում են, իրանք նույն գումար աշխատում են, չնայած կա տարածված տենց թեզ, որ կանայք ավելի քիչ են վարձատրվում ու այդ շատ շրջանակներ տարածում են այդ թեզը, բայց գիտականորեն հերքվում է,
քանի որ ուղղակի կանայք հիմնականում դիմում են ինչ որ աշխատանքների ու կրթության, որը որ տղամարդիկ չեն դիմում համասարաններում ու տղամարդիկ հիմնական տեխնիկական բաներին են գնում, կանայք հիմնական հումանիտար, Հումանիտար։ հա, ու Ու միջևս վերջերս տեխնիկական ավելի լավ էր վարձատրում։ հա, ու դրա համար միջինում տենց էր ստացվում, էլի։ Ու էական չի մարդը հիմա իրան ի՞նչ է համարում, կին թե տղամարդ, թե երրորդ սեր, թե ուրիշ որևէ սեր։ Ինքը հանգիստ կարա գնա աշխատի, Պետք է աշխատես ու հիպոթեկ տաս։ այո։ Ու իր համար ստացվում է դարդ մի հատ էլ ունենալ լիքը երեխեք։ Ինքը մաքսիմում կյանքի այտենց 40 պլյուսում կսկսի մտածել, իսկ կարող է երևի արդեն ժամանակն է երեխա Դե դժվար է այսօրվա տնտեսական իրականությունը ողջ աշխարհում, այդ թվում նաև Հայաստանում։ Բերելը նրան, որ դու շատ ազատ ժամանակ չունես, իսկ ազատ ժամանակը ուղեղդ անջատած ինչ որ կոնտենտ ես նայում, որ հանգստանաս այն իրականությունից, որը այդքան է քեզ չի դուր գալի, քո աշխատանքից, գոլեգաներից, չգիտեմ, ամուսնուցդ, կնոջիցդ։ Դե մի հատ 3 հատ երեխա ունեցի այդ իրավիճակում։ Բայց ինձ այդ շատ դուր չի գալի։ Մենք որ նստում ենք ընտանիքով, մեկ-մեկ բռնացնում եմ այդ մտքի վրա, որ կինս նստած հեռախոսն է նայում, տղես նստած հեռախոսն է նայում, ես նստած իմ հեռախոսն եմ Ու իրա ռիլեր է կողարկում։ Այ, չէ, ես relax-ացի չեմ նայում, այն որ ուղակի բան եմ, փագում։ Ես կարող եմ շախմատ խաղամ, կարող եմ նորություններ կարդամ։ Ու այտենց շատ նկատում եմ, որ մարդիկ հենց իրեն հեռախոսի մեջ են անընդհատ հեռախոսի մեջ նայելով, քայլում եւ այլն։ Ու այսօրվա մարդիկ ռեալ վերածվել են կարդացողից նայողի, դիտողի։ Մենք վերածվում ենք մի տեսակի, որը զուտ վիզուալ միանգամից ամբողջը տեսնում է։ Ինֆոգրաֆիկա երբ ես ժամանակին սկսել էի սարքել ու շատերը ինձ գիտեին որպես Հայաստանում տենց ինֆոգրաֆիկա սարքող սեթրակ։ Հա։ Ես էլ եմ տենց իմացել սկզբում։ Դες վերցում ենք տվյալները կարաս վիզուալ ձևով շատ հասանելի ձևի ցույց տաս։ Շատ լավ է, մարդիկ նայում են, ընկալում են, բայց այդ տրենդը մարդիկ չեն կարդում երկար տեքստեր, մարդիկ կարճ տեքստը, եթե տեսնում ես երկար բան, ուղղակի փակում ես։ Երկար տեքստերը կարդում են մենակ մարդիկ, ում այդ ուղիղ վերաբերվում է, եթե հենց այդ թեման է, մասնագիտական է, իրենք դրա մեջ խորացած են, ժամանակ կծախսեն կկարդան։ Այս ավելի հարմար է TikTok-ում նորություններ նայել, երկու նախադասությունով պատմելով, թե որ երկրում ինչ եղավ, քան բացել հոդվածով այդ նույն տեքստը կարդալ։ Կան ուսումնասիրություններ, որոնք ցույց են տալիս, որ երբ դու մի բանը կարդացել ես կամ մի բանը նայել ես կամ քեզ ասել են աուդիո կամ վիդեո տեսքով, կարդացածը ավելի շատ շանս ունի դառնա պերմանենտ կոնստանտ գիտելիք, քան այն ինչ որ դու վիզուալ տեսել ես կամ լսել ես։ Այս ինքը մնում է քո ժամանակավոր հիշողության մեջ, հետո ոնց այդտեղ մտել է նույն ձև կորում է։ Դրա համար ինձ թվում է մեր ուղղություններից մեկը, որը որ պետք է քարոզենք ու տարածենք ու երեխեքին սովորացնենք, որ նրանք կարդան։ Գիրք կարդան։ Որտեվ կարդալով մենակ մենք կարանք իրոք զարգացնենք, ինչքանով որ ես եմ հասկանում, ես այդպես նեյրոնների մասնագետ չեմ, բայց այդ ուսումնասիրությունների արդյունքները որ կարդացել, ես հասկացել եմ, որ սոժ իրոք կարդալը, այդ ես ինքս ինձ չեմ խաբել, որ կարդալը օգտակար է, որտեվ այդ բանը կա temptation, սաբլազնը ասել, իսկ հենա նույն երեխան նույն կարող է ոչ թե գիրքը կարդալ, թող նստի մուլտիկը դրան նայի, կամ կինոն դրան նայի, այդ նույն բանը կիմանա, ինչներս է պետք նստի գիրքը կարդա, չէ՞։ Չի դառնա այդ իր գիտելիքը, չի ստանա ինքը այն ինչ որ դու կստանաս, եթե կարդացել ես ամբողջը։ Ես տղայիս հետ նստում եմ Գարի Պոտերն ենք կարդում։ Ու զարմանում ասում, բայց կինոյի մեջ սենց չէր։ Բայց կինոյի մեջ սենց ասում եմ, հա, ու HRH ստանում ենք շատ ավելի շատ, քան այդտեղ գրած է։ Համոզված եմ, ինքը ավելի օգտակար կլինի իր համար։ Ու պլյուս դե ֆանտազիան մարդու զարգացնել, որտեվ եթե դու տեսնում ես մի բանը վիզուալ, դու միանգամից հասկանում ես այդտեղ ինչ է։ Երբ դու կարդում ես, դու վիզուալ չունես ու չես տեսնում դա ու ուղեղը սկսում է քո փոխարեն նկարել այդ ամբողջ պատկերները։ Մենք յուրաքանչյուրս ովքեր չգիտեմ բան ենք Ռոբինզոն Կրուզո ենք կարդացել, պատկերացրել ենք տարբեր Ռոբինզոն Կրուզոներ, տարբեր կղզիներ, բայց այդ օգնել է յուրաքանչյուրի ուղեղին մի քիչ ավելի ամրապնդվելու, մեծանալու, նեյրոնի սվյազքեր ստեղծելու ու դա մի բան է, որը մենք պարտավոր ենք ինձ թվում անել։ Չի կարելի նստել մենակ այդ աուդիովիզուալ կոնտենտի վրա։ Չնայած սաբլազնը շատ մեծ է։ Հայերեն մոռացել եմ սաբլազնը։
ցանկություն Անգլերեն հիշում temptation-ն է, իսկ հայերեն մոռացել։ ու հետն է որ ես ին վրա եմ նկատել որ այդ կարճ կոնտենտ մի քիչ շատ եմ նայում այդ TikTok կլինի, Instagram Reel-եր կլինի կամ YouTube-ի short-երը դրանից հետո կարդալը տանջանք է այդ միանշանակ տենց է որտեղ ու եղը որ այդ արագ փոփոխվող գունավոր նկարներին, ձայներին ու այդ ամեն ինչին սովորում է որը նարկոտիկ է իրոք նարկոտիկ է դու դրանից հետո քո սովորական նորման ընկնում է ու դու չես կարող անես այն ինչ որ անում ես մինչև այդ ինֆորմացիայի աղբյուրները քո մոտ սկսում է փոխվի ոնց է չգիտեմ նարկոմանի համար սովորական իրականությունը դառնում է տխուր շատ ավելի տխուր քան իմ ու քո նման մարդը ով չի օգտագործում նենցը ռիլից հետո է կարճ կոնտենտից հետո գիրքը դառնում է տխուր իրականություն կամ ֆիլմ նայելը ես լուրջ եմ ասում իմ մոտ էլ է տենց եղել շրջապատում եմ ընկերներից շատ լսել որ ֆիլմ նայելը դառել է տենց ինտելեկտուալ աշխատանք որ դու 1.5-2 ժամ կարողանում ես դնես ֆիլմ նայես առանց փոքր էկրանին նայելու էլի ես կասեմ նույն բանը ի դեպ արհեստական բանականության հետ է երբ այս ChatGPT-ն հայտնվեց մի քանի տարի առաջ չէ՞ դա մնացածը էլի դու կարաս մտնես իրան ինչ-որ բան հարցնում ես ասում ես իսկ այս դեպքում ինչ կարելի է անել այն դեպքում ինչ կարելի է անել այստեղ ինձ խորհուրդ ունդեղ այնս խորհուրդ ու դու հասկանում ես որ առաջի պահին հենց դու ունես ռեալ խնդիր եթե ժամանակին դու կծախսես ես օրինակ իմ թիմով դիզայներների թիմով կհավաքեի բոլորին կասեի եկեք մի հատ brainstorm անենք եկեք մի հատ գաղափարներ հավաքենք եկեք ստեղից naming ենք անում չգիտեմ որևէ բան լոգո ենք սարքում եկեք մի հատ աշխատենք միասին որ գանք բանի վերջնական արդյունքի այս դեպքում դու միանգամից ասում ստոպ ես կգնամ իրան կհարցնեմ ինքը ինձ արդյունքներ կտա գնում ես ChatGPT-ին հարցնում ես կամ պայմանական ChatGPT-ին ու սկսում է տարբերակներ տալ դու այդ տարբերակներից ընտրում ես լավագույն ասում ես այս ոնց որ թե լավ տարբերակ ես հիմա շատ պրիմիտիվիզացնում եմ իրական աշխատանքը իհարկե ավելի բարդ է բայց ինչ որ փուլից հետո դու հասկանում ես որ ուղեղդ սկսում է այդ ուղղությամբ էլ չաշխատել դու այդ մի մասը դիլիգացես ամ բանի AI-ի վրա թող AI-ը իմ փոխարեն մտածի ու դրանից հետո երբ գալիս ես ինչ որ փուլի ասում ես բայց մի հատ ես ինքս սկսեմ անել դու հասկանում ես որ բավական բարդ է դու նորից սկսում ես միացնել ինչ որ մի մասը քո մեջ որը որ անջատել էիր որը տվել էիր ուրիշին որ ուրիշն անի դրա համար շատ համաձայն եմ այդ կարծիքի հետ որ տուպոյացնում է ինքը հիմարացնում է մարդկանց եթե դու սկսում ես տրամադրել ամեն ինչ արհեստական բանակցություն դե քո մտածելը outsource ես անում ու դու դառնում ես ուղակի տենց կնոպկան սխմող բայց այդ ֆունդամենտալ սխալ է то есть եթե դու ուզում ես ռեալ արդյունք ստանաս դու պետք է ինքդ անես երբեք դիլիգացիա չանես մտածելը դու կարաս տեխնիկական աշխատանքը 10 արհեստական բանականությանը բայց մտածելը մեկը պետքա մարդը անի ինքը չի կարող մտածի այդ սուպեր կարևոր բան է որ շատերը չեն հասկանում ու մեխանիկորեն իրան շատ դեպքերում օգտագործում են հետո տեքստերը կարդում ես մարդը խնդար գալիս հենց ռեալ է ասենք եթե չենք կարդում ու ինքնուրույն չենք փորձում մտածենք կամ գրենք մենք մարդ լնելու ամենամեծ ունակությունը կորցնում ենք այո Sapiens-ը հենց նատոյի Sapiens ինքը մտածում է, человек разумный։ Ինքը դարձել է մարդ, մտածելով, ադապտացվելով, զարգանալով։ Իսկ այս դեպքում հայտնում է մի բան, որ ասում ենք, դե ինչի համար պետք է մտածեմ, թող ինքը մտածի։ Իսկ ինքը չի կարող մտածի։ Ինքը մտածող բան չի, ինքը ուղղակի էնցիկլոպեդիա է։ Բազմաթիվ փաստերի, ընդ որում այդ փաստերի մեջ բազմաթիվ անգամ կարող սխալվի։ Ես իդեպ համաձայն չեմ այդ արհեստական բանականության հեղափոխության հետ ասածը, որովհետև շատ եմ լսել։ Ինչի համաձայն չես։ Գիտես ինչի, ես դրա նման կարծիք ես ունեի վերջերս, բայց հանդիպեցի, այն որ շատ սիրուն ձևակերպում տվեց Հաբեթը Մադոյան, այո, պատկաստներից մեկում, որտեղ ասեց հետևյալը հեղափոխությունը ես չեմ տեսնում թվերով ես պետքա հասկանամ թե ինչա ֆունդամենտալ լուրջ աշխարհում փոխել արհեստական բանականություն որ դրանից հետո կարողանամ ասեմ թե ինքը հեղափոխությունը թե չէ դեռ թվերով ոչ մի հեղափոխություն չկա մինչև
չփոխվի, օրինակ, վերցնենք ճոր հիվանդություն ու այդ հիվանդությունը ենթադրենք հաղթահարի արհեստական բանականություն, ասես դրա արդյունքում բնակչության թիվը չգիտեմ 2 անգամ աճի կամ այդ հիվանդների քանակը ընդհանրապես դադարի այդ հիվանդությունը։ Ինչ որ մի բան, որը դու կարաս գլոբալ մակարդակով տեսնես, այդ դեպքում կարելի ասել այ հիմա եղավ հեղափոխություն։ Կոպիտած այդ արդեն ես եմ շարունակում միտքը։ Գյուղատնտեսական հեղափոխությունը նեոլիտի, երբ մարդիկ սկսեցին հող մշակել ու դադարեցին լինել զուտ որսորդ ու այդ հավաքող, բերեց նրան, որ մարդկանց քանակը աշխարհում հսկայական քանակի աճեց, էքսպոնենցիալն աճեր։ Մարդիկ սկսեցին արտադրել շատ ավելի շատ, քան իրանք մինչև այդ արտադրում էին, ունեցան հնարավորություն այդ արտադրածը վաճառելու։ Սկսվեց միջազգային հարաբերությունները, միջազգային վաճառքը, սկսվեց գումարի օգտագործումը, փողերի արտադրությունը եւ այլն։ Ու այդ երևաց հենց թվերով։ Երբ այս վերջի արդյունաբերական հեղափոխությունը 17-18-րդ դարերում սկսեց առաջանալ, ինքն էլ բերեց էքսպոնենցիալ մի ուրիշ աճի։ Շատ լուրջ տնտեսական աճի Ու բերեց։ բնակչության աճի հսկայական քանակի։ Այդ արդեն հեղափոխություն էր։ Իսկ այն պահին, երբ դու ստեղծել ես նոր մանուֆակտուրա, առաջի բանն է ստեղծել, օրինակ, ստանոկը, որը պետքա մի բան տա, այդ դեռ հեղափոխություն չի։ AI այդ ստանոկն է, որը դեռ սխալներով է աշխատում, ինքը հələ չի տվել իր արդյունքը։ Դրա համար մենք կանգնած ենք, ես տենց եմ զգում, մենք կանգնած ենք այդ AI հեղափոխության շեմին, որը իրականում ավելի գլոբալ արդյունաբերական հեղափոխության մեծ հենց մի հատ process-ի փուլերից մեկն է, 4-րդ հեղափոխության этап են ասում, չէ՞։ Մարդկա 5-րդը ասում, մեծ ոնց են դասակարգում, բայց որը դեռ չի սկսվել, որը ունի բոլոր շանսերը սկսվելու։ Իսկ ինտերնետը հեղափոխություն էր։ Ինտերնետը այդ մեծ արդյունաբերական հեղափոխության փուլերից մեկն էր։ Ինքը սկսվել է 17-րդ դարում։ Ինքը սկսվել է, իրականում եթե sense հետ գնանք, ասենք լավ, երբանից սկսվեց։ Ես կարծում եմ Տելեգրաֆից։ Չէ, շատ ավելի շուտ։ То есть ինքը սկսվեց այնտեղ բանի այդ паровой двигателի ստեղծումով։ Հա։ Ինքը ստեղծվեց բետոնի ստեղծումով, շինարարություն։ Փուլեր կային։ Ինքը ստեղծվեց մինչև այդ այ մանուֆակտուրաների ստեղծումով, բայց ես կարծում եմ, տարբեր կարծիքներ են։ Բայց ես կարծում եմ, ինքը սկսվեց ավելի շուտ, երբ անգլիական բանկը սկսեց կրեդիտներ տալ մարդկանց։ Երբ գումարի քանակը այնքան շատացավ, որ իրենք շատ լավ պայմաններով սկսեցին վարկեր տալ։ Երբ փողը բերվեց ու ներարկվեց տնտեսության մեջ, մարդկանց ասեցին մտածեք հիմա, ինչ ոնց կարելի է փող աշխատել։ Իրանք սկսեցին մտածել։ Կրեդիտը հայտնվեց։ Կրեդիտը հայտնվեց։ Դու կրեդիտը մինչև էլ կար, բայց մասշտաբները անհամեմատ էր։ Երբ Անգլիայի բանկը ստեղծվեց, Շոտլանդիայի բանկը ստեղծվեց, այն բիզնեսների համար էր մենակ կրեդիտները, այս դեպքում անհատների համար էր։ ՍՊ-ի գաղափարը ստեղծվեց։ Այո։ Մարդկա ասում է, չէ, եկեք մի քիչ էլ հետ գնանք։ Գուտենբերգը այն պայն որ սկսեց գրքերը տպել, իդեպ Գուտենբերգը տպեց, բայց Գուտենբերգ նույնիսկ իր գրքերը չկարողացավ ավարտի ու վերջում աղքատության մեջ մահացավ։ Բայց գրատպության գյուտն էր, որ բերեց դրա սկզբին, որտեղ ինքը ռեալ հեղափոխություն է։ Ինքը եթե գիտելիքը մինչև այդ հասանելի էր մի գիրքը դու կյանքում երևի մի հատ գրքի մարդը կարող կպներ նորից կարդալ չէր կարա։ Այս դեպքում այդ նույն գիրքը բազմացան հարյուրավոր, հազարավոր օրինակներով ու գիտելիքը սկսեց տարածվել, բայց այդ AI-ը այդ գրատպության գյուտն է, բայց ոչ էլ հեղափոխությունը։ Այսինքն ինքը այդ ստանոկն է, որ շատ մեծ պոտենցիալ ունի։ Կարող է գրքեր տպի։ Կարա գրքեր տպի, բայց հələ չի տպում, որտեվ ինքը սխալներով է աշխատում, մեկ-մեկ այդ գրքերի էջերը ծամում է, մեկ-մեկ սխալ է տպում, տառասխալներով է տալիս, ինքը դեռ հեղափոխությունը չի։ Բայց սկսել է։ Կարա սկսվի։ Կսկսվի ամենայն հավանականությամբ, որտեղ յուրաքանչյուր ոլորտ, որի մեջ այդքան գումար է դրվում ու եթե տեխնիկապես դա հնարավոր է, իսկ մենք տեսնում ենք, որ տեխնիկապես հնարավոր է ու զարգացնել, աճացնել դա ավելի մեծ, ինքը անպայման կսկսվի։ Բայց դեպքում բանը մարդը ինտելեկտի մոնոպոլիան կորցնում է, էլի։ Այո։ Առհասարակ մի հատ էլ հետարքիր բան ասեմ։ Էլի այսօր ենք խոսում կնոջս հետ։ Ասում է դե AI-ներ մարդկանց AI-ով փոխարինում են։ AI-ները անում են շատ ու շատ գործեր, վաղը մյուս օր լավ, մարդիկ ինչ են անելու։ Իսկ դրա շուրջ էլ տարբեր կարծիքներ կան։ Ու տարբերակներից մեկը, որին ես եմ հակված, շատ ոչ միանշանակ բան եմ ասում։ Այդ երբ շատ ու շատ մարդիկ սկսեն մնալ առանց գործ,
բայց միաժամանակ արտադրանքը շարունակի արտադրվել, երբ բոլոր տնտեսական process-ները շարունակեն լինել նույնիսկ ավելի արագ ու շատ ավելի էժան գնով, եթե արդեն ոչ թե քեզ պետքա 1000 հոգի որ արտադրեն մի մեքենա օրինակ, այլ պետքա մի հոգի որ արտադրի այդ մեքենան։ Եթե քեզ պետք է ժամանակին գյուղացիներին ուղարկես դաշտ, որ իրանք այդ դաշտը սա հնձեն, պատրաստեն, ցանեն եւ այլն, իսկ այս դեպքում կարող է մեկը նստի մի հատ կնոպկա սխմի կամ նույնիսկ մեկն էլ չլինի։ Ուղղակի ռոբոտը գնա ցանի, հավաքի բերի տա։ Քո տնտեսական բոլոր գործընթացները կշարունակեն գնալ բնական հունով։ Մարդ չկա, մարդը չի կարողանում գործի դասավորել, որովհետև ամեն ինչը անում են մեխանիկական սարքերը։ Բայց ամեն ինչը դառնում է հասանելի։ Բայց ամեն ինչը դառնում է հասանելի։ Դրա համար ապագայի ին պատկերս, եթե մարդկությունը ինքը իրան չվերացնի մոտակա տասնամյակներում, ապա ապագայում մենք կունենանք հասարակություն, որտեղ մարդը կստանա պետական օգնությամբ ամեն ինչ որ իրան անհրաժեշտ է առանց աշխատելու։ Այդ բանն է, այդ universal basic income-ի գաղափարը։ Հա։ Դու ուղղակի առավոտ բացում ես, տեսնում ես product-ը քեզ բերեցին, դու իրան ուտում, դու սպառող ես դառնում։ Դու չպետք է գնաս աշխատես որ դա ստանաս։ Դու ուղղակի սպառող ես։ Դա իհարկե այդ երկար բան է, ու ել եմ ասում, լիքը բայցեր կան այդտեղ, բայց ինձ թվում է այդ մոդելը ինքը շատ հավանական է։ Հա, բայց նա եթե հիմա մենք ռոբոտները մեր փոխարեն աշխատում են, AI-ը մեր փոխարեն աշխատում է, մեզ մեր մինիմալ կարիքները պետությունը կամ կորպորացիաները ապահովում են, բա մենք ի՞նչ պետք է անենք, եթե չաշխատենք։ Օրինակ շատ մարդկանց համար աշխատանքի ինքնության ամենամեծ կտորն է։ Ու հանկարծ եթե այդ մարդկանց աշխատանքից ազատում են կամ բիզնեսը չի ստացվում, կարան խորը դեպրեսիաների մեջ ընկնեն։ Ու կընկնեն։ Որովհետև շատ մարդկանց համար աշխատանքը, ելի եմ ասում, իրանց ինքնության ամենամեծ կտորն է։ Չգիտես ոնց է, ես կարծում եմ մարդը երբ շատ մարդկանց համար այդ ինքնության մասն է, որտեղ իրենք ամբողջ կյանք դա արել են։ Ու փոքր ժամանակվանից երեխուն որ սկսում է ստանել օրինակ դպրոց, ինքը գնում է առաջի դասարան, առաջի օրը, ու մյուս օր ասում ես, գիտես, այսօր էլ պետք է գնաս դպրոց։ Ինքը տենց ասում է, հա, բան, տենց զգում ես, որ սկսում է տխրել, ինքը չի ուզում դա անի, իր թվում է տենց դե փոքր մի բան է, օքեյ, լավ, գնացի դպրոց։ Հետո հաջորդ օրը նորից, հետո նորից, ու ինքը ընկնում է այդ ցիկլի մեջ, որ ինքը ամեն օր պետք է գնա դպրոց։ Հետո ինքը ամեն օր պետքա գնա ինստիտուտ կամ չգիտեմ որտեղա սովորում կամ եթե չի սովորում, հետո գործի, դու սովոր ես ամեն օր գնալ գործի։ Երբ դու 20, 30, 40, 50 տարի ամեն օր գնում ես գործի, այդ քո ինքնաարտահայտման միջոցն է։ Իսկ հիմա արի sense մտածենք, իսկ եթե մարդուն դու չես սովորացնում որ դու պետք է գնաս գործի, դու արա ուղակի ինչ ուզում ես։ Կընկնի ինքը դիպրեսիայի մեջ դրանց, թե չէ։ Ինձ չի թվում որ կընկնի։ Մարդով երբեք աշխատանք չի արել։ Բայց ինչ կանի, այդ արդեն լուրջ խնդրեմ, որտեղ ինքը կարող է լիքը հիմար բաներով զբաղվի։ Ինքը կարող է շատ ու շատ վատ բաներ անի, կամ էլ շատ ու շատ լավ բաներ, չենք կարող ասել։ Բան անես, որ հատուկ նոր նարկոտիկ հնարի AI-ը, այդ նարկոտիկը սրսկվես, բանը VR ակնոցները դնես ու հայտնվես ուրիշ գալակտիկայում AI-ի կողմից ստեղծած ու քո լրիվ օրը է դլնի։ Իսկ ես ասեմ բան ասեմ, հələ նայ, ով ասեց, որ իրականությունը, որը մարդու կյանքում լինում է, ինքը հենց պետքա պարտադիր լինի իրական։ Ով ասեց, то есть ինչից եմ գալիս։ Այն ինչ որ մեզ մոտ լինում է անցյալում, մենք շատ հաճախ մոռանում ենք։ Շատ բաներ, որ լինում են մարդու, որ չեն լինում նույնիսկ մարդու մոտ, տարիներ հետո ուղեղի մեջ կարող է մտնի որպես մի փաստ, որ ինքը հստակ եղել է ու անցել է ու այդ իր փորձառությունը, բայց փաստ չի, որ իրականում եղել է։ Հիմա այն փաստը, որ իրականում եղել է, ու այն փաստը, որ իրականում չի եղել, ուղեղի մեջ նույն ձև նստած են, որպես ինչ որ մի կեղծ հիշողություն կամ իրական հիշողություն։ Ինչ տարբերություն, այդ փաստը իրականում եղել է, թե չի եղել։ Եթե մարդուն կարաս այդ դեպքում, դու կարաս մարդուն ուղակի ուղեղի մեջ ներարկես հիշողություններ ու ինքը կլինի շատ երջանիկ։ Կասի, «Ա, ես այս կյանքում սա աշխարհի երկրներում եղել եմ, ես հանդիպել եմ շատ լավ մարդկանց, ես տեսել եմ շատ այնց ինչ որ լավ փորձառություն եմ կան, բայց դա իրական չի»։ Ուղեղի համար շատ լավ էլ իրական է։ Ինչ տարբերություն։ Դե բան է, ոնց որ քիմիական ռեակցիա է, այդ որ արհեստական ստեղծես այդ ռեակցիան մարդու համար ինչ տարբերություն։ Դե այդ գալիս է բանը, մատրիցայի գաղափար էլի։ Հա։ Իրականում դու այդ կոլբայի մեջ քնած ես հեղուկի մեջ։ Կարող անալ է տենց։ Դե բան կա, չէ՞։ Ложки нету։
Ֆլոշկին հետ Հա, բայց օրինակ մարդիկ կան ասում են տենց իրոք հավատում են դրան հատկապես չգիտեմ DMT կամ մեծ քանակությամբ psilocybin օգտագործած մարդիկ կան որ ասում են մենք ուրիշ Ես չգիտեմ իրականություն դա ենք ինչ է։ բանա փսիխադելիկներ Հա, որ մարդիկ կան որ օգտագործում են դա ու հաճախ իրանք ուրիշ իրականության մեջ են հայտնվում որտեվ իրանք ուղեղը սկսում է իրանք խափի կամ կարող է իրանք են մատրիցից դուրս եկել ինչ իմանաս մենք մտածում ենք բան են էլի, չեն հասկանում այս մարդիկ, բայց իրանք են ճիշտ է։ դե մտ թեմա մտ հետաքրքիր գիրք կա բանն է New York Times bestseller էր դա կոչվում էր How to Change Your Mind հենց գրքի բանը այդ psilocybin այդ magic mushroom-ների ու LSD-ի ուսումնասիրության մասին էր որ ոնց են այդ փսիխադելիկները այդ նարկոտիկները մարդու ուղեղի կառուցվածքը փոխում կոնկրետ փոխում են ուղեղի կառուցվածքը նեյրոնային կապերի ձևը ու մարդիկ կան այդ չարաշահում են ու շատ վատ տեղ են հայտնվում ու բայց նաև ուսումնասիրություններ կար որ կարողանում են օրինակ դեպրեսիա կամ օրինակ կախվածություններ բուժեն սիգարետ թարգել ծանր նարկոտիկներ Իսկ հավանականությունը ավելի շատ որն է որ ինչ որ դրական էֆեկտ կլինի թե բացասական։ չգիտեմ Այդ կարևոր է, որովհետև բանն է, ծխելու վերաբերյալ նույն կարծիքը կա։ Ասում ես ծխելը ընդհանուր վնասակար է, ես քանի տարի պայքարում էի ծխելուց դեմ։ Ես մի 10 տարի ծխել էի, հետո մի 10 տարի թարգած էի, հետո էլի ահագին ծխեցի։ 10 տարի ծխելու թարգելուց հետո ծխել ես էլի։ Հա, 2008-ից 18 թիվ ես թարգած էի։ Ու հետո էլի ծխում էի, հետո թարգում էի, ծխում էի, թարգում էի, մինչև նախանցած տարի ես թարգեցի ու ինձ թվում է վերջնական, որտեղ ընդհանրապես էլ ցանկություն չկա։ Բայց երբ մարդկանց ասում ես ծխելը ընդհանուր վատ է, որտեղ սենց արգումենտներ կա։ So կան հակափաստարկներ, բայց այ պրապապս սաղ օրը ծխում էր ու 120 տարեկանում նոր մահացավ, հասկաս։ Հա, բայց այդ իրանք գենետիկական ֆենոմեններ է, հա։ То есть դու չգիտես հավանականությունը ինչքան է, ամեն բանն էլ հնարավոր է։ Կարող է հենց ծխելու պատճառով ինքը ապրել է 120, հավանական է։ Բայց եթե վերցնենք ընդհանուր բնակչության քանակով, ծխողների քանի տոկոսն է 120 կամ 100 պայմանական չէ, քանի տարեկան դառնում ու ծխելը ում վրա լավ անդրադառնում, ինձ թվում է չնչին քանակ։ Չնչին, То հա։ есть իրանք կոչվում են outlier։ Հա։ Մի բան, որը ստատիստիկայի դուրս է։ Psilocybin-ը դեռ այնքան ուսումնասիրված չի, որ կարելի է հստակ ասել, որ օրինակ դրա միջոցով կարաս հիվանդություններ բուժես կամ կախվածություններ բուժես, բայց Ջոն Հոփքինսը ու մի քանի հատ խոշոր համալսարաններ հիմա կոնկրետ ռիսերչով զբաղվում են ու հետաքրքիր արդյունքներ է ցույց տալի։ Չգիտեմ, ես drugs-ի թեմային շատ բացասական եմ վերաբերում։ Ես ունեմ ընկեր, Դե բանը օրինակ այդ ayahuasca-ն կլինի, psilocybin-ը կլինի, իրանք հազարամյակներով մարդիկ օգտագործել են։ Չգիտեմ, չէ, ես բան եմ, մեկը շատ վախենում եմ այտենց աշխարհ բաց թողել տղայիս, որ մեծանա ու հա ծնողի համար շատ վախենալ է։ Շատ, ես ինքս կյանքում չեմ օգտագործել Փարքասու ու ես չգիտեմ, ինձ թվում է պետք է դրա դեմ պայքարել։ Կարող ես հին մարդ եմ, կարող ես այտենց ինձ մի քանի սերունդ հետո նայեն ծիծաղան, ասեն էսով էր, դինոզավրը, բայց ես դեմ եմ։ Իսկ թվում է մեր լսողների մեծ մասը քո հետ կհամաձայնվեն։ Չէ՞ դե չգիտեմ, այսօրվա մեր հասարակությունում շատ այտենց պարոչնի ոնց կարելի հայերեն ասել։ Բացված։ Հա շատ բաներ կան էլի, խաղամոլությունն է, թմրամոլությունն է, չգիտեմ, շաքարից կախվածություն կլինի, սոցցանցերից կախվածություն կլինի, շատ բաներից մենք ունենք կախվածություններ ու նենց տպավորություն է, ոնց որ մեծ կորպորացիաները հենց այդ ուղղությամբ է աշխատում են։ Հենց հնա որ դու խաղաս, տունդ ծախես, ունեցվածքը դնես ինչ որ ֆուտբոլի թիմի վրա կամ անընդհատ քո աչքի առաջ այդ շաքարի ու ուտելիքի ռեկլամն է, որը բերել է նրան, որ այսօր աշխարհում ավելի շատ մարդ շատ ուտելուց համահանում, քան սովից կամ մեր այդ կախվածությունը սոցցանցերից ու կոնտենտից, որ արդեն ուղեղներս անջատած առավոտից ծիրգուն ինչ-որ կոնտենտ ենք նայում։ Իրականությունը մարդիկ կան արդեն on-line-ը իրականից չեն է տարբերում, չգիտեմ։
Ես այդտեղ օրինակ բանին կոնսպիրոլոգիային չեմ հավատում դավադրական տեսություններին, որ կորպորացիան ինձ հատուկ է տանում են։ Չէ, նա Բայց հատուկ է ես բարձ հասկանում չէ։ եմ, որ իրանց համար բիզնես մոդելը թուլությունների վրա խաղալ, որտեղ Նայ, որ կա օրինակ թուլություն, այդ իրանք այդ դրանից բանը կօգտվել են։ վերցնենք, չէ, օրինակ այդ խաղամոլությունը, գեմբլինգը։ Այո։ Նենց է ստեղծում այդ խաղերը, այդ սայթերը, որտեղ կոնկրետ մասնագետներ կան, որ աշխատում են նրա վրա, որ դու ավելի շատ ժամանակ անցկացնես, ավելի կախվածություն դառնա։ Այն մեծ հայտնի գիրք կա, Hooked, Ստենֆորդի պրոֆեսորներից մեկն է գրել, որտեղ ինքը կոնկրետ մեխանիզմները բացատրում է, ոնց քո product-ը սարքես, նենց որ մաքսիմում կախվածություն ունենա։ Նույն TikTok-ը, Instagram-ը, Facebook-ը, YouTube-ը, իրանք մարդիկ, իրանց մասնագետներ աշխատում են նենց են անում, որ դու ավելի շատ ժամանակ անցկացնես կամ այդ տենց հետաքրքիր բան է կա, որ ուտելիքն է կորպորացիաների հատուկ նենց են փորձում սարքել, որ կախվածությունը ավելի բարձր լինի, որ դու ուտես ու ուզես անընդհատ ուտես։ Դրա համար Շաքարը շատ լավ օրինակ է շաքարը։ հա, դրա համար օրինակ կեչուպը, որ դու առնում ես սովորական, որ ասում ես կեչուպ, այլ տոմատի պաստա է, բայց երբ որ ուշադիր կարդում ես, տես մեջ շաքար կա։ Այո։ Հա, ու տենց թաքնված շաքար շատ ուտելիքների մեջ կա, անգամ եթե ինքը քաղցր չի, բայց այդ սիգնալը ինքը ուղղակի ուղարկում է, որտեղ ինքը շատ ավելի հաճելի է ուտել։ Կամ յուղն ու շաքարը մեր համար շատ հաճելի է, որտեղ էվոլյուցիայի ընթացքում այդ երկուսից շատ մեծ պակաս ենք ունեցել։ Մենք հենց շաքար տնում ենք, պետք է լրիվ ուտենք, որտեղ կարող է մեկ մի քանի ամսից դա հանդիպենք տես բանի։ Ու այսօր շատ հոգեբաններ, չգիտեմ, պահելաձևի մարքեթինգի մասնագետներ, գիտնականներ, այդ ամեն ինչը շատ լավ հասկանում են ու օգտագործում են մեր դեմ, որտեվ իրանք դրանով փող են աշխատում։ Ամեն ինչի կոնսպիրալոգիա չկա, այդ կոնկրետ տնտեսությունն է, Չէ, ամեն ինչ գիտես ինչն է, չէ, ես լսել եմ կարծիքներ նրա վերաբերյալ, որ այդ ամեն ինչ արվում, որ մարդկանց տուպոյացնեն, որ մարդկանց չէ, այդ զուտ բիզնես մոդել է։ Side effect է տուպոյանալը։ Հա, այդ բանն է, то есть դրա համար չէ, մարվում է նրա համար, որ եկամուտ ստանան։ Հա։ То есть ամեն ինչի հիմքը միևնույնն է, էկոնոմիկան է։ Տնտեսությունն է ամեն ինչի գլխավոր առանցքը, որի շուրջ ձևավորվում է տոտալ ամեն ինչ էս կյանքում։ Եթե տնտեսապես այդ ձեր տա, դա կլինի։ Եթե տնտեսապես ձեր չի տալի, ամենալավ նախաձեռնություն կխեղդվի։ Այդ բերում է ինչ որ հիվանդությունների ու այդ հիվանդությունների դեղերը չեն ստեղծել այդ հիվանդությունները հնարը։ Այդ հիվանդությունները եղել է, հետո դեղերն են ստեղծել։ Որ մարդիկ շատ են ուտում ու շաքարային դիաբետ ունեն կամ չեն շարժվում ու սրտանոթային հիվանդություններ են ունենում, հա, Pfizer-ը կլինի կամ չգիտեմ Novo-ն կլինի, իրանց ձեռը տալի, որ միլիոնավոր մարդիկ այդ հիվանդությամբ տառապում, որ դրա դեղը գտնեն։ Ու դրանով փող աշխատեն էլի։ Բիզնես մոդել է։ Կա տենց որ։ Հետո ու չարաշահում են մեզ։ Բայց մյուս կողմից պետքա շատ կարդաս, շատ տեղեկացված լինես, հասկանաս այդ ամեն ինչը ոնց է աշխատում, որ դու դրա գերի չդառնաս։ Կամ եթե դառել ես, չգիտեմ, գիտակցես, որ դա տենց է, ու դրա դեմ ինչ-որ քայլեր ձեռնարկես։ Այ մենք հիմա մի հատ նախագիծ ենք սկսում, որ ես հույս ունեմ կյանքի կկոչվի, որը հենց այդ տեսանյութեր են, ես պիտի վարեմ, ներկայացնեմ ու պատմելու է հենց տարբեր кейսերի մասին, վերցնելու ենք ու պատմականորեն բոլոր փաստերով ներկայացնենք մարդկանց հայերեն լեզվով, հայկական լսարանի համար, որ ես հույս ունեմ այ կօգնի էլի մի քիչ նауկա, հա, պոպուլյարная նауկա, հա։ Տեսնեմ Գիտելիքի տարածման։ Ինչի մասին է եղել, ինչ թեմաներ եք վերցնում։ Դե բանը հարթ մոլորակը հասկացանք էլ ինչ ունենք։ Կոնսպիրոլոգիչսկի թեմաներ կան, հայկական պատմությունից դեպքեր ունենք, տնտեսական տերմիններ, տնտեսական երևույթների մասին ենք խոսալու, տվյալներ եւ այլն, շատ տարբեր։ Խորագրերով սա գծել եմ, հիմա սցենարներ են գրում։ Մի քանիսը արդեն պատրաստ։ Հայ գյուտարարների մասին ունենք մի խորագիր, կարա հետաքրքիր լինի։ То есть մարդկանց ովքեր հայ են ու ինչ որ բան են ստեղծել։ Բայց Հայաստանի հայ թե ընդհանրապես հայ։ Ընդհանրապես հայ։ Հա, որտեվ տես։ Հա, ինքը որտեվ բան միանշանակ թեմա չի։ Օրինակ ես
կողմնակից եմ, որ մարդիկ Հայաստանը զարգացնեն, մեծացնեն, բայց այդ շատ ինչ որ sense բան վակուումի մեջ հայը տենց պետքա լինի, հասկանաս, բայց իրական կյանքը հենց է որ մարդիկ նախորդ դարերում, նախկինում, հիմա տարբեր տեղեր են հայտնվել, տենց է մեր ազգի բախտը, բայց եղել են տաղանդավոր, աշխատասեր, ունեցել են տեսլական, ունեցել են եռանդ, լավ իդեա, ու ես հույս ունեմ դրական կողմը այդ պատմությունները ավելի շատ կլինի, մարդկանց մոտիվացնելու աշխատել։ Ոչ թե նույնիսկ արտասահման չարտասահման, այլ լավ գաղափարի վրա աշխատել ու հասցնել իրան մինչև իրականացում։ Կապ չունի որտեղ։ Ու ցանկալի Հայաստանում։ Հա։ Ցանկալի Հայաստան։ Ես ժամանակին շատ կատեգորիկ էի Հայաստան չհայաստանում, միայն Հայաստանում, բայց մենք բազմաթիվ դեպքեր ունենք, երբ Հայաստանից դուրս հայերը շատ մեծ օգուտ են տվել ու նաև Հայաստանին են օգուտ տվել դրա համար։ Ցանկալի Հայաստան։ Դե հա, բայց ես այդ հարցում տես կատեգորիկ չեմ։ Հա, ես էլ հիմա կատեգորիկ չեմ։ Չգիտեմ, անգամ համարում եմ, որ մարդիկ կան, որ պետք է Հայաստանից դուրս գան։ Իրանց լավի համար, որովհետև հետո այդ լավը նաև ազգի վրա լավ կարող անդրադառնա, եթե իրան հետաքրքիր լինի ինչ-որ մի բան հետ բերի։ Որովհետև ամբիցիաներ կա, որ Հայաստանում իրականանալի չեն, ցավոք։ Ես ուսանողներիս երբ նայում եմ, այդ հարցը մեկ-մեկ մտքովս անցնում է, իրանցից քանիսն են Հայաստանում աշխատելու, քանիսն են գնալու, քանիսը կդառնան օգտակար քաղաքացի, ովքեր կզբաղվեն ընդհանրապես ուրիշ գործով, ու ինչ որ ես խոսում եմ իրանց ընդհանրապես հետաքրքիր չի, տենց էլ կան։ Բայց մեծամասնություն միևնույն շատ լավ աշխատասեր երեխեք են։ Օրինակ, եթե իմ շրջապատից եմ նայում, ովքեր արտագաղթել են, իրենք չեն արտագաղթել, որ գնան դուրս ավելի լավ ապրեն։ Հիմնական մասնագիտական ամբիցիաների պատճառով են արտագաղթել։ Ու մեկը իրանց կապը Հայաստանի հետ ուժեղ է, ու մեկը այդ գիտելիքը, որ իրանք այնտեղ ստանում են, որը ստեղ ստանալը այս պայծրությամբ անհնար է, բերում են ստեղ, որ ապագայում նույն բանը հնարավոր լինի ստեղ անել։ Այո, կան տենց։ Կան այնպես որ գնում են ու գնում են, որ երեխեքը հայերենսկի չեն խոսում։ Տենց էլ ալնում, ասինքն մարդու անհատական ոնց որ ընտրությունն է դա։ Այո։ Ես ոչ մի ձև չեմ կարող իրանց քննադատեմ։ Մարդկա ու նեղա ստեղ։ Հա, հա։ Ուղղակի նեղա։ Չէ, իրոք մեկ-մեկ գնում է որ։ Ստե չես կարող անես, ինչ որ դու ուզում ես անես։ Մեծ ընկերություն ես ուզում ստեղծես, չկա այդ հնարավորությունը ստեղ։ Գնալով շատանում է, գնալով մենք ինչ որ պոտենցիալներ կունենանք, որ տարբեր հետաքրքիր բիզնեսներ համաշխարհային, այստեղ հա շատ բիզնեսներ ունենք, համաշխարհային լավ մրցունակ բիզնեսներ ունենալու ժամանակ է կունենանք, բայց չպետք է մոռանանք, որ մենք 30 տարվա էկոնոմիկա ունենք։ Ինչքան եռը, չէ, մի քիչ շատ, բայց մի քիչ շատ, բայց մեկը այդ ֆենոմենն էլ է հետաքրքիր, օրինակ, երբ որ չեմ հիշում որ գրքի մեջ էր գրած, բայց Չիլի օրինակներ գրած, Չիլիում օրինակ բարձրագույն կրթություն չկար, հետո բարձրագույն կրթության համար լավ պետական համալսարաններ ստեղծեցին, նո պետական համալսարաններ չկար։ Մի քանի տարի հետո ուսանողները ցույց էին անում որակի հետ կապված։ Այսինքն բաներ կա որ մեր մոտ նոր է հայտնվել, բայց մենք արդեն բողոքում ենք որակի հետ կապված, ու այդ նորմալ է, լրիվ նորմալ է։ Ասում են, բա տեսեք 5 տարի առաջ չկար, հիմա ինչ է բողոքում։ Այս 5 տարվա մեջ տեսեք ինչ են կարել։ Հա, լավ է կարել։ Այսքանը արդեն բավարար չի։ Լավացրեք։ Մենք այդ սերվիսի համար օրինակ վճարում ենք։ Այո։ Իսկ մեծայի ապագան ոնց է պատկերացնում, օրինակ ինչի է վերելու այս անծայրածիր ինֆորմացիան։ Օրինակ դու ինֆորմացիա չես հոգնել։ Ասի ես կարծում եմ, ես դարձել եմ նարկոման ինֆորմացիայի։ Հա։ Ինձ անընդհատ պետք է ինֆորմացիա։ Ես այսօր մի օրվա ընթացքում կարող եմ ստանամ ավելի շատ ինֆո, այդ այն որ մտածում եմ մեկ-մեկ, ասում եմ, այտենց է։ Ես կարող եմ մի օրվա կամ մի քանի օրվա ընթացքում ավելի շատ ինֆորմացիա ստանամ, քան մի քանի դար առաջ մարդիկ ամբողջ կյանքի ընթացքում կիմանային։ Ու այսօրվա մարդկանց մեջ այդ շատ տարածված է։ Երբ մի քանի տարի առաջ ես Ամերիկայում մի քանի մեդիա կամպանիաներով sense բաներ ճանապարհորդում էի, ցույց էին տալիս մեզ տարբեր հիմնական բաները, կառույցները,
հենց Washington Post, New York Times, Seattle-ում եղա, Tampa Bay Times-ում եղա, բոլոր լրատվականները պանիկայի մեջ էին նրանից, որ ինֆորմացիան այնքան շատ է, որ իրանց բիզնեսը ռիսկային է, որ իրանց բիզնեսը կարող է տուժի։ Այսինքն, եթե դու առաջ վճարում էիր, չգիտեմ, ինչ որ գումար առնում էիր ամեն օր New York Times-ը, որ կարդայիր իրան, այս պահին դու մտնում ես, չգիտեմ, Yahoo News, այդ ժամանակ Yahoo News-ն էին բերում որպես օրինակ, տեսնում էին, ինչ կա նշվում, տեսնում ես րոպեներ անց նորությունը։ Էլ քեզ պետք է չի գնալ, ինչ որ թերթ առնել, on-line սայթերի համար էլ ինչի համար ընդհանրապես պետք է վճարել, եթե դու կարաս ուղղակի դրա մասին իմանաս սոցիալական մեդիայից։ Ու բոլորը panic mode-ի մեջ էին, որովհետև չէին հասկանում ոնց պետք է եկամուտը ապահովեն, եթե ինֆորմացիան դարձել է հասանելի ու մեծ։ Անցավ դրանից էլի տարիներ, 10 քանի տարի անցել է, ու մենք հասկանում ենք, որ լրատվականներ միևնույնն կան։ Ես աշխատել եմ հեռուստատեսությունում մոտ 10 տարի, դիզայնի ղեկավարն էի այդ ամբողջ բանի կառույցի, ու այդտեղ էլի կային մտքեր, որ իսկ առասարակ ապագան հեռուստատեսության, որն է կարող է հեռուստատեսություն փակվի, որտեղ սոցիալական մեդիայում հայտնվում են ալիքներ, մարդիկ, կայքեր, ովքեր ավելի մեծ աուդիտորիա ունեն, քան լրատվականները։ Բայց անցանելի տարիներ ու ես տեսնում եմ, որ իրանք մնում են, իրանք չեն փակվել, как минимум դեռ։ Ես կարծում եմ ապագան մեդիայի նրանում է, որ ամեն մեկը իր տեղում զարգանալու է։ Համ այդ բազմությունը մարդկանց, ովքեր բովանդակություն են ստեղծում այսօր, համ mainstream մեդիան, որոնք որ կան ու կլինեն։ Միևնույնն է, չնայած դու կարաս նորություններ կարդաս վարքյանական ստեղից ընդեղից, դու միևնույնն է ամսական տալիս ես, как минимум միլիոնավոր մարդիկ տալիս են այդ ամսական $5-10 New York Times-ին առնում են իրենց subscription-ը, որ ստանան ռեալ որակյալ նորություններ։ Ամեն ինչը իր տեղում է ոնց որ ընկնում։ Լուրջ մեդիան տալիս է լուրջ բովանդակություն, ծավալուն, մանրամասն մշակված, ինֆոգրաֆիկաներով, որակյալ վիդեոներով եւ այլն, անհատները տալիս են այն ինչ որ իրանք կարող են տան իրանց հնարավորությունների շրջանակում։ Սահմանում, հա։ Այո, դրա համար ես հիմա տեսնում եմ, որ ամեն ինչն է նորմալ զարգանում։ Մեջտեղից դուրս են գալու երևի փոքր մեդիա գործակալությունները, որոնք չեն կարողանա եկամուտ գեներացնել, բայց թե սրանք, թե նրանք, այդ խոշորները ու անհատները իրանք միևնույնն է կլինեն ու կզարգանան, ինչ որ մենք հիմա մեր շուրջը տեսնում ենք։ Իսկ հին օրերի ինտերնետից ինչն ես կարոտում։ Ես այդ այսօր հիշեցի ու վաղուց չէի հիշե, շատ խնդալս եկավ այդ որ բան ինտերնետ մտնել ու չաթեր մտնել, այդ մի բան էր, որ պետքա տենց հա շատ մարդ չիմանա էլի որ չաթ ես մտել, տենց ախր ու իդեպ մարդիկ չունեին հիմնական համակարգիչ տանը 1000-ից մեկն ուներ։ Ես օրինակ հիշում եմ մերոնք գործի տեղի ծնողներս բերել էին կլավիատուրաներ, որոնք հին հաստ մեծ բաներ էին, keyboard-ներ էին։ Ու ես տանը նստած ես ուղակի դատարկ կլավիատուրով sense տպում էի։ Ինչ որ բաներ էի պատկերացնում sense շատ, հա, էկրան չկար գցնելու։ Չնայած մինչև դա սովետական բան ունենք, papas առել էր ժամանակին համակարգիչ սովետական BK0001001, ու ես իրանով basic էի ծրագրավորում 95 6 թվերին։ Գնում էի խնկոապոր գրադարան, այդտեղ կուրսեր կային, ինչ որ այդտեղից սովորում էի բանը basic ծրագրավորել ու այդ ժամանակվան ծրագրում, то есть ես համակարգիչների ոլորտ մտա այդ ժամանակվանից դեռ ես 10 քանի տարեկան էի։ Բայց միևնույնն է, ես համակարգիչ չունեի մինչև 2000 երևի 1 թիվը տանը, արդեն նորմալ։ Ու կային ինտերնետ ակումբներ, գնում էին ինտերնետ ակումբներից էին խաղում։ Ես ավելի շուտ կարոտում եմ ոչ թե նրան ինչ էր այն ժամանակ, բայց կարոտում եմ այն տարիներս, երբ այդ ժամանակներ, երբ ընկերներով գնում ամբողջ գիշեր կոմպյուտեր ենք խաղում ինչև առավոտ։ Այդ այնց բաներ եմ կարոտում, մնացածը չէ, իրա հունով գնում։ Ինչ էիք խաղում։ Warcraft էինք խաղում, Age of Empires էինք։ Ես Age of Empires էի խաղում, շատ լավ։ Counter-Strike չէիք խաղում։ Խաղում էինք, բայց բանը ես երկար չէի կարող խաղալ, սիրտս խառնում էր։ Հայ մոդել էր դա։ Հա, ես զուտ խաղալուց այնտեղ որ պետքա թռվռա, վեստիբուլար ապարատս թույլ է երևի, ինձ բանը անում ու կաչի վայր։ Ես երկար չէր կան խաղալ։ Չեմ կարա։
Բայց Age of Empires-ը shortcut-երով, բան շատ արագ լավ խաղում է։ Մենակով մի 4 հոգու կրում է իրանք թիմով։ Կազակի։ Կազակ Age of Empires, կազակի լավ չէի խաղում։ Գիտես ինչի վրա եք մերը։ Ինքս ասում եմ կազակի ձենը հիշում ես կարաս հանես դեր բաներ էլի տենց Զինվորների ձենը։ շուկայի զինվորները տենց աղունք կար։ Կազակին ես հիշում, կազակինը բան ուշ պերիոդում ավելի հայտնվեց շատ չի, բայց Warcraft 3 ու Age of Empires այդ երկու խաղը ես երկար եմ խաղացել։ Սիրել եմ միշտ։ Ես PlayStation-ը շատ սիրում։ PlayStation-ը շատ խաղում։ Իսկ դու Nintendo Denzi խաղացել ես։ Հա, բայց չեմ ունեցել։ Խաղացել եմ, բայց չեմ ունեցել։ Իմ առաջի խաղային համակարգիչը բանը PlayStation 1-ն էր եղել, որ մաման գնացել էր Հոլանդիա։ Ես այդա չեմ ունեցել։ Բերել էր տենց, հետի տենց աշխարհը լավ նվերներ։ Չկար տենց բան։ Դա դարավ նաև իմ առաջի բիզնեսը, ես բան էի անում, այդ PlayStation-ի խաղերը կոպի էի անում, կոմպյուտերանոցներում ծախում էի թերթով։ Դիսկերով էր, չէ՞։ Հա, դիսկերով։ Դիսկով դնում էր, հապտոտում էր։ PlayStation-ով 99 բանն էինք խաղում, FIFA-ն էինք խաղում, սիրած խաղը։ Կիսակարակուսի կերպար։ Սա ճապոնական տառերով էր, սա ֆուտբոլիստների անունները ծուրումուր էր, Ravanellin Rabanini էր, Del Pierron չեմ հիշում ինչ էր, բայց այն շատ ենք սիրում, խաղում ենք տղեկով։ Լավ օրեր էին։ Հա։ Իսկ ես հիմա այսօր ի՞նչն է ոգեշնչում, ի՞նչն է ուրախացնում։ Ընտանիքս։ Ընտանիքդ։ Հա, ասում եմ, էսկապիզմը ռեալ է իմ դեպքում, այդ ուղակի բան չի։ Ես տանից շատ հաճախ չեմ ուզում դուրս գամ։ Ես դուրս եմ գալի, եթե լինում են բիզնես հանդիպումներ ինչ որտեղ, գնում եմ օֆիս 1-1, գնում եմ մյուս օֆիս 1-1, բայց հիմնականում ուզում եմ ուղակի տանը նստեմ։ Իմ օրը սկսում վերջանում է ընտանիքում։ Տղուս հետ նստենք, զբաղվենք, ինչ որ բան խաղանք։ Այ միակ բանն է, որ ինձ ոգեշնչում ստիպում է ապրել, գնալ առաջ։ Շնորհակալություն ոդկասթը մինչև վերջ լսելու համար։ Այս մեկը ձեր համար է։ 1 տարի առաջ մենք ստեղծեցինք LLL համայնքը, որպես Rearrange-ի տրամաբանական շարունակություն։ Հասկացանք, որ օգտակար զրույցները չպետք է ավարտվեն այն ժամանակ, երբ ավարտվում է ոդկասթը։ Մենք ուզում ենք ոդկասթի թեմաները բերել քննարկման, քննարկումներն էլ իրական շփման ու կապերի ստեղծման։ Արդյունքում ծնվեց LLL-ը կամ նույն ինքը Lifelong Learners-ը։ Հարթակ, որտեղ մենք ունենում ենք լայվ քննարկումներ Rearrange-ի հյուրերի հետ, գրքի քննարկումներ գրքասերների ակումբի շրջանակում, մաստեր կլասեր զանազան թեմաներով, 24/7 հասանելիությամբ գործնական դասընթացներ ֆինանսական գրագիտության, AI-ի եւ այլ արդիական թեմաներով։ Իսկ ամեն ամիս արշավելով ամրապնդում ենք կապը բնության հետ եւ իհարկե միմյանց։ Ոչ մի գուրուներ, ոչ մի կարճ ճանապարհ, LLL-ում պարզապես հետաքրքրասեր մարդիկ ենք, որոնք սովորում են իրարից ու իրար հետ սեփական փորձով քայլ առ քայլ։ Միացեք LLL.network։ Սպասենք։